Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք այսօր զրուցելու ենք բոլորիս հայտնի Դավիթ Մկրտչյանի, նույն ինքը Սերժի Դավոյի հետ։ Դավիթ ջան, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք պատասխանելու մեզ հետաքրող հարցերին, կուզենայի իմանալ նախ ձեր վերաբերմունքը, ձեր տեսակետը, թռչու ամենակարևոր հարցին գանք, որ այսօր նույն իշխանականները ձևակերպում են, որ իրենց պայքարը ոչ թե հայ առաքելական եկեղեցու դեմ է, այլ կուսակրոնության ուխտը խախտած բարձրաստիճան հոգևորականների եւ որ իրենց պայքարը կոնկրետ նրանց դեմ է, այլ ոչ թե եկեղեցու։ Դուք ինչպես եք մտածում, ինչպես եք վերաբերում այդ խնդրին եւ հնարավոր համարում եք ընդհանուր տեսակետներ են հնչում, որ մոտ ապագայում չեն բացառում, որ կձերբակալեն անգամ կաթողիկոսին։ Չեն բացառում, որ կձերբակալեն, ընդհակառակը շատ հավանական է, որ հենց կձերբակալեն կաթողիկոսին, որովհետև սրանք բեսպրիձել են։ Սրանք ով իրանց դեմը կանգնում է կամ սպանում են, կամ ձերբակալում են։ Էդ է։ Եթե կաթողիկոսը կհամաձայնվի իրանց պայմաններին, այսինքն հրաժարական տա կոպիտ ասած կպարկի իրանց տակը, չեն ձերբակալի, բայց եթե շարունակի չենթարկվել իրանց, շարունակի պայքարելը, կարան ձերբակալեն, կարան եւ սպանեն էլ կաթողիկոսին։ Ես չեմ բացառում դա, այո, սրանցից սпасելի է։ Իսկ ինչ վերաբերում է սրանց պայքարին, դուք ով եք, ես սրա մասին էլ եմ խոսացել, դուք ով եք, որ մտնում եք եկեղեցու կյանք ու փորձում եք ընդ բան փոխել։ Եկեղեցին աստվածային կառույց է, Գայնե ջան, ու ասենք իշխանությունը իրավունք չունի մտնի ինձ բան փոխի։ Իշխանությունը ցանկացած մարդ կարա հարցեր բարձրաձայնի, բայց այդ հարցերը ներսում լուծում են հոգևորականները։ Այսինքն կաթողիկոսի նշանակողներ, փոխողներ, իրանց ներքին կանոնադրություններ, փոխողը, ընդունողը դա հոգևորականներն են, եկեղեցին է։ Կողքից ոչ ոք իրավունք չունի մտնի ինտեղ բան փորձի փոխելու։ Դու կարաս չընդունես եկեղեցուն, կարաս ասես, այսօր կան շատ մարդիկ, որ աղանդավորներ են, չէ, որ իրանց խոսացում ես, ասում են եկեղեցավկանները կաթողիկոսը Հռոմի պապը ամենաուժեղ մաֆիոզն է։ Իրանց կարծիքն է, իրավունք ունեն տենց անեն, իրանք չեն ընդունում եկեղեցում, իրանք աղանդավոր են, իրանք ընդունում են ուրիշ կրոններ, կան մարդիկ, որ ասենք ուրիշ կրոններ են ընդունում, դա բոլորի իրավունքն է, ամեն մեկը կարա ինչ-որ մի կրոն ընդունի, ինչ-որ մի աղանդի գնահարի, նոր աղանդ ստեղծի թեկուզ, բայց ոչ ոք իրավունք չունի մտնի եկեղեցու կյանք, փորձի կանոնադրություն փոխի, կամ փորձի վեհապարկ փոխի, կամ ասի, էսի սրբազան է, էնի վեհապարկ է, էնի կարգալույց է, էնի օծյալ է, էնի չգիտեմ ինչա։ Այդ ամեն ինչը որոշողը եկեղեցին է։ Նորից եմ ասում, նույնիսկ ժողովուրդը չի կարող որոշի։ Այն բարքերի դեմ, որը որ կա եկեղեցու պատերից այն կողմ, իրենց ձևակերպումները այդպես իրենց ձևակերպումով ինչ բարքեր նույնիսկ եթե կա, նախ բոլորիս համար պարզ է սենց անում, որովհետև կա վեհապարը կանգնեց Արցախի կողքը, վեհապարի դեմ խոսած այդ մահմեդականների հոգևոր առաջնորդը, դրա համար էլ հիմա Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի ու Էրդողանի պահանջները, չէ։ Դրա համար էլ հիմա ինքը ուզում է փոխի վեհապարեն։ Այսինքն ծառայություն են մատուցում կոնկրետ։ Չի դուք դա չեք տենում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ամենաուժեղ ենթարկում է Ալիևին ու Էրդողանին։ Նույնիսկ Եվրոպային էլ տենց չի ենթարկվում, ոնց որ Ալիևին ու Էրդողանին։ Իր համար Նիկոլ Փաշինյանը որ կարող է Եվրոպային էլ ատամ ցույց տա, ոնց որ հիմա Ռուսաստանին է ցույց տալի։ Իհարկե այդ ամեն ինչը տանում է Հայաստանի կործանման։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մենակ որ ենթարկում է հլու հնասանդ կակ միլինկի խելոք կատարում է դա Էրդողանի մեկ էլ Ալիևի պահանջներն ու ասացներն է։ Այսինքն ենթարկում է պրամո իրանց ենթական է կարելի ասել։ Նույնիսկ Եվրոպային էլ ասում եմ ինքը այսօր տեղը կա ատամ էլ ցույց կտա, խոսքս հիշեք։ Տեղը կա Եվրոպային էլ ատամ ցույց կտա։ Դրա համար են նաև հակաժողովրդավարական քայլերը, թեպետ դա Եվրոպայի սրտով էլ է, այս պայն այնց իրավիճակ է ստեղծել, որ Եվրոպան էլ ասում է, որ կարևոր է իմ շահերը պաշտպանես թքած ժողովրդավարության վրա, որովհետև այսօր կարելի ասել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք։ Լիճը Հայաստանն էլի հակառուսական ուղղությամբ Եվրոպային ձեռատալի ոչինչ հակաժողովրդավարական եղի, բայց երբ որ ամեն ինչը դզվի այդ վաղ Եվրոպան էլ հենց Եվրոպան քթերից կբերի մեր պետության այս հակաժողովրդավարական քայլերը։ Էդի է, ինչ վերաբերում է բանին եկեղեցուն որ հիմա դա բոլորիս համար պարզ է որ դրա համար են իրանք հենց եկեղեցու դեմ իսկ որ փորձում են իրանք արդարացնել իբր եկեղեցու մեջի բարքերն են վատ բարքեր կան դրա դեմ են պայքարում նույնիսկ եթե այդ վատ բարքերն էլ կա դու իրավունք չունես այնտեղ բան փոխելու դու կարաս բարձրաձայնես հանրայնացնելու այս вообще զապիսները вообще էնի вообще սրբապղծությունն է հիշացեք դրա մասին անպայման ուրեմն նայեք տեսեք բարքեր նույնիսկ վատ բարքեր եթե եկեղեցուն կան ցանկացած մարդ կարա այդ հարցը բարձրաձայնի, բայց դիմի հոգևորականներն իրանք մեջ փոխեն կամ չփոխեն, բայց ոչ ոք բիզնեսմեններ են,
տարբեր Ինչ ունեն, չունեն, ես չգիտեմ, կարող է եւ ունեն, չգիտեմ, Գայնե ջան, ես չգիտեմ, ասենք թե ունեն։ Ենթադրենք ունեն ու ենթադրենք վեհապարը ասենք թե եկեղեցու կանոնադրությանը հակառակ ինչ-որ քայլեր անում։ Ով է իրան պատժողը։ Ասենք թե ունի, ենթադրենք ունի։ Նախ երեխա ունենալու մեջ ես վատ բան չեմ տենում։ Ընդհակառակը ես դա միշտ ասեմ, միշտ բարձրացնեմ, որ ասեմ, ինչի պետքա վեհապարը երեխա չունենա։ Ես մի ուրախ կլինեի, որ Վազգեն առաջին երեխա ունենար։ Կամ ինչի պետքա վեհապարը սրբազանները կին չունենան։ Ես դա եմ համարում աննորմալ, որ չունեն, նորմալ եմ համարում, որ ունենան, վատ բան չեմ տենում դրա մեջ, դա կարելի է փոխել, ես էլ եմ հիմա, տեսեք, ես էլ եմ հիմա դիմում, հոգևորականներին ասում եմ փոխեք այդ ձեր կանոնը, կին թող ունենա, վեհապարներ, սրբազաններ, թող կին ունենա, ինչի համար, առաջարկ եմ անում, բայց ոչ հիմա ոնց որ ես վաղը չեմ ուզում գամ իշխանության, ես էլ եմ ասենք եկեղեցավարը, ու ստիպեմ ասենք վեհապար տիկնիկ ունենաս, սրբազան տիկնիկ ունենաս, Հիմա ինքը նույնն է անում։ Տեսեք, ես առաջարկ եմ անում, ասեմ այդ ցավը տանեմ, վեհապար ջան, սրբազաններ ջան, իսկ ինչի դուք տիկնիկ չունենաք։ Եկեր ասում եմ պիտի չունենաք։ Չէ, տեսեք, ես ուզեմ ասել, ես առաջարկ եմ անում, նույն ձևեր իրանք, եթե ինչ-որ վատ բան են տենում դրա մեջ, կարան իրանք էլ առաջարկ անեն, ասեն հենց իմանանք հոգևորականներ ջան, այս ձեր վեհապարը մաֆիոզ է։ Ուզում եմ ասեմ, իրանք կարան առաջարկ անեն, բայց ոչ թե պարտադրեն։ Վեհապարին փոխող հարցը իշը կտակ։ Վեհապարին փոխողնել, ներողնել, կանոնները փոխողնել հոգևորականներն են, դա առանձին կյանք է։ Ոնց որ սենց այն անգամ էլ եմ ասել, հիմա էլ ասեմ, փողոցի տղեկը որ լավ հասկանան, ոնց որ գողական աշխարհը ոնց է։ Օրենքով գողերը իրանք են չէ կնքում գողին կամ գողից բանանում հերացնում այդ բանան գողերն են որոշում թագազրկում գողերն են որոշում գողա թե գող չի իրանք են կնքում գողերին իրանք էլ թագազրկում են էլի գողերին չէ որոշող իրանք են ոնց որ հիմա ինչ-որ մեկը գնա մտնի այդ կյանք ու ասի գիտես ինչ կա տեսի գող չի այնա գողը կամ դու գող չեք կամ սենց դիլն ես չի դու կարաս մտնես ասես սենց չի որոշեն գողերը իրանք որոշումն է ու եթե դու զգաս որ իրանք արդար չեն որոշում կասում կարաս ասես ախպեր այդ կյանքը սխալ կյանքը չի ես չեմ ընդունում այդ կյանքը բայց ասեք այդ նույն ձևի հիմա Փաշինյանը կարասի հոգևորականներին կարասի գիտես ինչ կա ես չեմ ընդունում վեհապարին ես ընդունում եմ Տեր Արամին բայց ասենք ինքը իրավունք ունի պարտադի ասի նա սենց պետք նա վեհապար չի նա կարգալույցա նա չգիտեմ ինչա չես ընդունում վեհապարին Տեր Արամին ես ընդունում գնա Տեր Արամը դու պատարականի բայց ոչ եկեղեցու տանը Տեր Արամը իրանց տանը կամ մի հատ շենք թող կառուցի Նիկոլը իր փողերով այդ հաննդը իրանք իրանց համար էտել են իրանց աղանդը էդի կասեմ նորմալ է բայց երբ որ դու մտնում ես եկեղեցու կյանք ու դե փորձում ես կանոններ փոխել դա ճիշտ չի դե Փաշինյանը երևի ուզում է ասել որ այստեղած գողը ես եմ դե հենց այդ ասում բայց ինքը ինչ գող ամեն տեղ իրան դնում ամեն ինչի տեղ դու ոչ գող ես ոչ հոգևորական ես դու ոչ գողական աշխարհում իրավունք ունես բան լուծես ոչ հոգևորական աշխարհում իրավունք ունես բան լուծես դու կարաս չընդունես այդ կյանքը դու կարաս նույնիսկ ժողովուրդը չի կարան դե բան փոխի թեպետ այսօր ժողովրդի մեծ մասը եկեղեցու կողքնա Գայնե ջան բայց ասենք ժողովուրդը 100%-ով դեմ լինի եկեղեցուն ինքը չի կարա ներսում բան փոխի այդ իրավունք չունի նա աստվածային կառույց է եկեղեցին շատ ժողովուրդը կարա հանրաքվի անի ասի չեմ ընդունում Քրիստոնեությունը մահմեդականություն եմ ընդունում օրինակ էդի կարանի պետական կրոն հրճակեն մահմեդականությունը էդի կարան անեն հանրաքվեով բայց իրանք չեն կարա եկեղեցու մեջ բան փոխեն ասեն սա է վեհապարը կամ նա է վեհապարը հասկանում եք այս սենց վեհապարը տեսեք դուք ասում եք նոր ասացիք հենց մեջ բերեցիք որ մատնանշում են մենք ունենք մաֆիոս վեհապար որպես այդպեսին կան մարդիկ որ տենց ասում են իրանց իրավունքն է կարան տենց համարեն բոլորին շատ լավ ճանաչում եք ակունքներում եք եղել նախորդ իշխանությունների հետ կապված էլ հա ի վերջո Սերժի Դավոն Սերժ Սարգսյանի շատ բան գիտի մենք իսկապես ունենք մաֆիոս հոգևորականներ թե չունենք ես տենց չեմ համարում ես ու նայեք տեսեք նախ եթե ինչ-որ մի կեղտոտ բաներ տենաս եկեղեցու մեջ դու պետք է այդ կեղտը նենց մաքրես որ ոչ ոք չի իմանա ոչ թե ասենք դնես բարձրացանես ամբողջ աշխարհում եք խայտարականես մեր եկեղեցին վերջ այդ անձին դու չես կպնում գարեգին անձին դու չես կպնում դու վեհապարն ես կպնում վեհապար տեսակին ես ամենայն հայոց վեհապար կաթողիկոսն ես դու կպնում ասես այդ ոնց որ հերոսների նայեք հիմա ասենք թե պարզվի որ Անդրանիկը կամ Գարեգին Նժդեհը մի հատ անշնորհ բան արել դուք ճիշտ եք համարում դա բարձրաձայնելը
Չէ, ես ասեմ սուսարեք թողեք, որտեղ դուք հերոսի արժեք արժե զրկում եք, ապրեք, ավելովա սուսան է սանցնի դա, քանց դե տենց վեկալես բարձածանից։ Հիմա ասենք եկեղեցու մեջ էլ եթե ինչ-որ մի վատ բան էլ արվում է ենթարեք, դու այդ վատ բանը փորձի լուծես, ներսից սուսուփուս, որովհետև եթե ինչ-որ բան է ամոթը գալի ընդհանուր եկեղեցուն է կապնում։ Մեր որ առաջի քրիստոնեական իհարկե առաջի քրիստոնեությունը ընդունած պետությունն ենք մենք, հասկանում եք։ Սա կասեմ ես Գարանի ջան։ Այնինչ կատարվեց Արշակ Սրբազանի պարագայում, տեսեք մինչև նախաքրիստոնեական սրբապղծությունն է, դա ամենակեղտոտ բանը, կներեք ասեմ շարունակեք, դա ամենակեղտոտ բանն է նախ մարդու անձնական կյանք մտնելը, դա դուք ինչ իրավունք ունեք մարդուն զապիս եք անում ու տարածում եք։ Ասում են զապիսը հին է, արա ինչ կապ ունի տարածումն էլ հո նոր է, կարա տարածումն էլ է հին։ Խեք տարածում, դուք ինչ իրավունք ունեք մարդուն զապիս անեք, ով ուզմալն է այդ մարդը, զապիս անեք ու տարածեք իր անձնական կյանքը, դա ամենակեղտոտ բանն է։ Էդի մեկ, երկրորդ, Արշակ Սրբազանին ես հավատում եմ ու մի հատ էլ ձեր մոտից ասեմ, կանգնած եմ իր կողքը։ Արշակ Սրբազան ջան, կանգնած եմ քո կողքը։ Նայեք, տեսեք, ես իմ կարծիքս, Սրբազանն էլ, կաթողիկոսն էլ, կարան ես ճիշտ եմ համարում, որ ունենան եւ կին, եւ երեխա, եւ ընտանիք։ Ես դիմում եմ էլ իրանց, փոխեք այդ օրենքը, օրինականացեք, ինչի պետքա, ասենք, Սրբազանն ու կաթողիկոսն են, որ ասում եմ, տարապում են։ Հանուն ինչ են, առանցքին տարապում են, չէ, հանուն Աստծո, բայց դա ինչ կա էլի, հանուն Աստծո տարապելու։ Ասենք, եթե մեկը կին ունեն կամ կին չունեն, իմ ի՞նչն է փոխվում դրանից։ Ասենք, Աստվածա, չեն են ստեղծել, որ տղեն կին ունենա, կինն էլ ամուսին ունենա, չէ, այսինքն դրա մեջ երեխա ունենալու մեջ վատ բան չկա։ Բա որ վատ բան չկա, լավ բան է, ինչի պետք է կաթողիկոսը այդ լավ բանը չունենա կամ Սրբազանը չունենա։ Եկեղեցական կարգ ու կանոնը չպետք է խախտել։ Հենց ես էլ եմ ասում, հենց այդ կարգ ու կանոնը բերեք փոխենք։ Եթե կին ունենալու մեջ վատ բան կա, բերեք ոչ մեկս էլ չունենանք։ Եթե կին ունենալը վատ բան չի, լավ բան է, չէ՞։ Ընտանիքը սրբություն է, չէ՞։ Բայց ինչի պետք է այդ սրբությունը ամենասուրբ մարդիկ չունենան։ Թող իրանք էլ ունենան եւ կին, եւ երեխա։ Ես սա միշտ ասում ու հիմա եմ դիմում էլի մեր հոգեվորականներին, փոխեք այդ օրենքը, փոխեք ազատ ընտանիք ունեցեք, ինչ ա եղել։ Թող սրբա, ասենք նայեք, տեսեք։ Սրա մասն էլ եմ ասել, երբ որ Սողոմոն Թերերյանը մեր վրեժը լուծեց, չէ, խփեց։ Եթե իրան դատյանից ազատ արձակեցին, ասենք ազատ չարձակեին ու գնար մի 20 տարի նստեր կամ ծմա նստեր, ինքը տարապում է, չէ։ Կան չէ ունենք տես տղեկ վրիժարներ, որ գնացել մի 10-20 տարի նստել են մեր ինչ-որ մի սրիկայի գնդակարել են, հանուն վրեժի գնացել նստել են, տարապել են մի 20-30 տարի բերթերում, չէ։ Հանուն հայ ազգի, հանուն մեր ինքնասիրության, հանուն մեր վրեժի, չէ։ Գիտես ինչի համար է տարապում այդ մարդը, հանուն վրեժի։ Հիմա ստեղ որ Սրբազանը կամ կաթողիկոսը կին չունեն, դժվար է, չէ, իր համար։ Վերջ-վերջո մարդը տղամարդը որ առանց կին ապրում է դժվար է։ Ասենք հանուն ինչի էլի։ Մեր ինչն է ավելանում, որ ասենք կաթողիկոսը տարապում է, կին չունենալու համար կին է ուզում, բայց ասենք այդ բաները իր մեջ զսպում է, կամ ասենք Սրբազանը։ Չէ, ճիշտ եմ ասում, ուրիշ բանա չուզի չունենա, բայց եթե ուզում է ու սպանում է, պայքարում է իր տարապում է, ասենք հանուն ինչի էլի։ Դրանով ինչն է ավելանում կամ Աստծո մոտ իր ինչն է ավելանում։ Դավիթ ջան, իսկ ձեր կարծիքով ինչու հենց այս պահին առաջին պլան եկավ Արշակ Սրբազանը, ինչու հենց նա թիրախավորվեց, ինչու հենց առաջի այսպես ասած նամանավանդ մի բան էլ էստեղ ավելացնեմ, որ նույն քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, եթե չեմ սխալվում, նա ասաց, որ էլի չի բացառվում, որ էլի կան մարդիկ, որոնց կյանքի հետ կապված, անձնական կյանքի հետ կապված այլ տեղեկություններ, այսպես ասած, դուրս սպրտվեն եւ ունենանք նույն պատկերը կամ առավել խայտարակ պատկեր։ Ինչու Արշակ սպառնալիքը նախ ինչպես կանխել է սպառնալիքների դեմն ինչպես առնել, սա սպառնալիք է։ Ես համարում եմ, որ սա լուրջ սպառնալիք է, երբ որ պետք է իշխանությունը փոխենք, որ նման կարգի բաներ էլ չկատարեն։ Այս իշխանությունները կարմիր գիծ չունեն, սրբություն չունեն, հասկանում եք։ Այս իրանցն է, իշխանումը իրանք ասեն մենք չենք կարող, դուք դեք պատժեք անողին։ Դուք եք թույլ տվել, ձեր օրոք կամ իրանց մանկլավիկներն են, այնօրն էլ եմ ասել լայվ մյուզիկ Այսօր կակած Live Music էլ բանն է, այս կատ կներեք շեղում ենք թեմայից Live Music Facebook-ում տեսա մեր Լուսինեն ներկցել Live Music հիմնադրման օրն է ոնց որ որի օր տարին է 7-րդ ոնց որ շնորհավոր ենք մի հատ Live Music ողջ անձնակազմին Գառնիկ Իսագուլյանին ու ողջ անձնակազմին Լուսինե ջան բոլորին շնորհավորում ենք Live Music իրոք շատ մեծ գործ անում էս
այս մեր նեղորենում մեծ պայքարատանում իրաց ցավը տանեն, պատերազմել էին եկել իրանք, պատերազմել էին եկել այնտեղ Լուսաբանումին։ Ինչ եմ ուզում ասեմ, որտեղ մենք եկանք հասանք նրան, որ դա սպառնալիք է կոնկրետ։ Իհարկե, այ իշխանությունը եթե փոխվի, իշխանությունը պետքա փոխենք, որպեսզի այս ամեն ինչը վերանա, այս սրբապղծությունը վերանա, հասկանում եք։ Սա կասեմ։ Եվ ինչու Արշակ Սեփազյանը լուրջ մարդ է։ Թիրախավորում են առաջերտինում Թշնամիները, ուժեղ մարդկանց, լուրջ վտանգ ներկայացնող մարդկանց։ Այսօր եկեղեցին իրանց համար վտանգ է, թուրքական ուժերի համար, եկեղեցին ամենաուժեղ հակաթուրքական ուժերից մեկն է։ Որպես ֆիգուր, ինչով է վտանգավոր Արշակ Սեփազյանը։ Ուժեղ մարդ է, ուժեղ հոգևորական։ Շատ ինֆորմացիաների է տիրապետում։ Միգուցե տիրապետում աստվածային առումով հզոր աստվածային մարդ է, աստվածային առումով էլ հզոր մարդ է։ Ինչ են թիրախավորել վեհապարին, որտեղ վեհապարն համար 1 հոգևորականն է, չէ՞։ Համար 1 Սեփազյանը Արշակ Սեփազյանն էլ այդ ուժեղներ ինչի Միքայել Սեփազյանի բռնին, Աթրատ Սեփազյանին ինչի բռնին, որովհետև իրանցից ուժ էին ներկայացնում, այսինքն կպնում են ուժեղներին, սկզբում դիք կպնեն, այն տակիներն էլ հասկացնում են, որ ձեզ էլ է հերթացնելու, փոկվեք եկեք մեր կողմը, նաև էս են ուզում հասկացնել։ Փաշինյանն ասաց, որ ագենտ է կատողիկոսի։ Դե Փաշինյանը շատ բան ասաց, Փաշինյանը ինչ հիշում եք գործակալներ ունենք, շրջապատված 18 թե 19 թիվն է թե 20 չեմ հիշում, որ ասում էր, ես ինչքան գործակալներ ունենք, մեկին չբռնեց։ Այն ժամանակ էլ հենց գալիս եմ դրան, որ այդ գործակալական ցանցի ինչ եղավ, հոդս ցնդեց, որովհետև մենք դատական ակտ չունենք, որը մենակ խոսում է, ինքը հենց գիտի, հələ չի հասկան, որ ինքը յետի վարչապետն է։ Հələ հենց գիտի այն իր հայկական ժամանակի գլխավոր խմբակին է, որ չուծախոթում կախված դուլերը կարա ասի։ Այ ախպեր ջան, իշխանությունը դու ես գործակալներ են բռներ, բռներ ու ապացուցիր մարդկանց, բռներ ու համի ասում գործակալ են ու մեր ասում գործակալ։ Դե թող ապացուցի, ես ասեմ ճիշտ է։ Կաթողիկոսի եղբորը։ Դե թող ապացուցի, ես ասեմ ճիշտ է ասում։ Այդ ոնց է ասենք, ես կարում եմ։ Դե եթե կապացուցի, որ ինքը գործակալ է, կասեմ ճիշտ է ասում։ Բայց չի կարող ապացուցի, որ գործակալներ մենք էլ կիմանանք, Իրանից ավելի լավ էլի։ Ինչու է լուրջ կաթողիկոս Դավիթ ջան։ Բայց խիալոր, իր հենց լռությունը պայքարա։ Եթե ինքը չի անցնում Նիկոլ Փաշինյանն ինձ կողմը, այդ լռությունը արդեն խոսք է մեծ։ Այդ լռությունը արդեն մեծ քայլ է։ Այս ինչ պետք է անի կաթողիկոսը։ Եկեղեցու զանգերը ինչու չեն։ Հենց բանը մի հատ զնգեցնեն, հետո ի՞նչ է փոխվելու։ Ոչ մի բան, որ իրանք էլ իմանան, ես էլ իմանամ զնգեցնեն, ժողովուրդը կհելնի իշխանափոխություն կանի, կասեմ զնգեցրա։ Շատ-շատի զնգեցնի մի քանի հոգի են նրանց էլ տանեն բռնեն էլի։ Ինչ պետք է անի։ Կաթողիկոսը կակրած անում է այն ինչը որ կարա, հայտարարություններով շարունակում է պաշտպանել Արցախին, ունի, վախենալու ինչ որ խնդիրներ ունի, ուրեմն հաստատ նրա կենսագրության էջերը մաքուր չեն, ի վերջո վախեր ունի կաթողիկոսը եւ դա է պատճառը, որ նա լռության ուխտը չի խախտում։ Ես չեմ նայեք տեսեք, իր այն լռությունը արդեն պայքար է։ Իր լռությունը խոսք է։ Ինչի դիմաց է լռում։ Լուր, Գայնե ջան, եթե լուր է, այսինքն այդ լուրը նշանակում է ձեր կողմը չեմ, չէ։ Կարա հելնի մի երկու հատ իրանց սրտով հայտարարություն անի կամ տակից համաձայնում են հիվանդանա, օրինակ էլ հիվանդանա ու այդ ճանապարհով հրաժարական տա, բայց այդ ամեն ինչը եթե չի անում, իր հայտարարություններին էլ հակառակ հայտարարություն չի անում, այսինքն Արցախի կողքն է ինքը։ Հանավանի, այն անգամ էլ եմ ասել, Օհանավանի տերտերը Սամազվանից տերտեր է։ Սամազվանից իրան մեր եկեղեցին կարգալույց արեց, տենց է, չէ՞։ Բայց Փաշինյանը իրեն կարգալույց չի արել։ Բայց Փաշինյանը ով է ստեղ։ Ախար հենց էտա Փաշինյանը բեսպրիձելավալի ամենտեղ չի տխրում։ Մեր երկրի թիվ 1 կողն է։ Ահա, ճիշտ եք ասում։ Փաշինյանը ով է որ ստեղ կարգալույցանի կամ կարգալույցանի։ Փաշինյանը կարող ասի, ես չեմ ընդունում հայոց եկեղեցին, ես ընդունում եմ Տեր Արամին։ Բայց այտենց կարաս ասես գնա թող Տեր Արամն էլ մի քիչ առաջ էլ ասի քո համար պատարականի, բայց ոչ եկեղեցու տանը։ Այդ եկեղեցին որ կա Օհանավանի, դա հայոց եկեղեցու մի տունն է, տներից մեկն է։ Դու գնացել ես մտել ես այդտեղ, որ հիմա ինձ չընդունի մեկը ու գա մտնի ստեղ ու չգիտեմ ինչ ան, չես ընդունում ստե ինչ գործն ես, ինձ տունն է։ Գնա, դու կարաս ինձ չընդունես, կարաս հետաս, արչկա քո իրավունքն է։ Այդ Տեր Արամը Ստեփան Եսիմինչյանա, ինչանա։ Ստեփան ինչան իր ազգանն է։ Ոչ իմ այդ Ստեփանը, այդ Սամազվանեց տերտերը, որ արդեն ինքը Սամազվանեց է։ Այդ տերտերը կարա այդ համի հատ իր համար նորից եմ ասում Նիկոլի փողերով շենք սարքի, աննը դնի եկեղեցի կամ չգիտեմ ինչ, դե պատարականի, ով իր կողմնակցնա թող գնա։ Հիմա ինչքան աղանդներ կան։
Եհովայի վկաներ կան, նոր կյանք, հա, նոր կյանք, ճիշտ եմ ասում։ Նոր կյանք կա, հարգանք 50-ականներ, ես հարգում եմ բոլորին, որ մաքուր հավատացյալ։ Այդ տոններ մուսուլմաններին էլ։ Եթե մարդը մաքուր հավատացյալ է, իմ համար կապ չունի ինչ կրոնն է։ Որտեղ բոլոր կրոններն էլ, եթե մաքուր հավատում են իրանց կրոնին, իրանք ընդամենակ բարություն է քարոզվում։ Սա կրոնների մոտ է։ Գնացեք դարը կա, ձեր աղանդավոր էլի հարց չկա, բայց դուք իրավունք չունեք եկեղեցում մեջ մտնեք բան փորձեք փոխել։ Այդ իրավունքը դուք չունեք։ Հիմա Տեր Քահանա Ասատրյանը ուզում եք ասել, որ գործիք է, ով օգտագործվում է իշխանության։ Ինքը գործիք էլ է իրան օգտագործում իշխանության, բայց համար առաջերտին ինքը սամազվանեց Տեր Տերա, սամազվանեց Տեր Արամը, սամազվանեց, որտեղ այդ Տեր Արամ իրան որ տվել են, այդ բանը այդ ոնց է կոչում այն այդ կարգավիճակը տվել է եկեղեցի եկեղեցին էլ հիմա իրան բան արել կարգալույց արել նորից եմ ասում սենց ասեմ որ փողոցի տղեկը լավ հասկանան հայացի տղեկը լավ հասկանան ոնց որ գողական աշխարհում գողերն են չէ տնքում գողերը ոնց որ կանգնեն մեկին ասեն դու էլ գող չես որոշողը գողերն են չէ ու Նիկոլ Փաշինյանը գնա այդ պրաշլա գողին ասի գողը ինքն է այլ ոչ թե մնացած գողերը տենց կլինելով Նիկոլը որ ասենք թշնամի է, որ ասենք դուր բանի գողական աշխարհում, չէ՞ դու դել հոգևոր կյանք։ Դու հելել ես հոգևոր աշխարհի դեմ ու հելել ես հերի չի կարաս հելնես քո իրավունքն է։ Հիմա ինքը իր իրավունքն է, որ չի ընդունում գողական աշխարհ, չէ՞։ Ես ընդունում եմ, ես հարգում եմ այդ աշխարհը ու միշտ էլ ասեմ, որ այդ աշխարհը արդարության համար է, որ նշանակում է վալիվոյ отважный решительный человек, который борется за справедливость։ Այդ են գողերը։ Դրանք արդարության մարտիկներ են։ Գաղափարախոսությունը հենց այդ է։ Ես ընդունում եմ, դու չես ընդունում, քո իրավունքն է։ Կարաս չընդունես, բայց դու համ չես ընդունում, համ էլ գալի մտնում ես մեջը պարյադեք ես ուզում փոխես, արա դու ով ես։ Մտնում ես մեջ ասես, դու գող ես, դու գող չես։ Դու իրավունք ունես Նիկոլ Փաշինյան մտնես գողական աշխարհի մեջ ասես, դու գող ես, դու գող չես։ Չունես չէ՞ այդ իրավունքը։ Դու կարաս իրանց բռնես նստեցնես, ոնց որ անում ես։ Կարաս չընդունես այդ կյանքը, ոնց որ անում ես, բայց դու չես կարող մտնես այդ կյանքի մեջ ու որոշես թե ով է գող, ով գող չի։ Այդ նույն ձևն հոգևորական կյանքն է, դու իրավունք չունես մտնես հոգևորական կյանք, որոշես ասես դու տեր ես, դու տեր չես, դու կաթողիկոս ես, դու կաթողիկոս չես։ Ինֆորմացիա ունես, կարաս ասես իրանց։ Իրանք կորոշեն հոգևորական աշխարհի հոգևորականները, իրանք կորոշեն։ Ուզում եմ ասեմ Գայանե ջան, նույնն էլ հոգևորական կյանքում ինքը կարա մտնի, գա հոգևորականներն ասի, գիտեք ինչ կա, այս ձեր հոգևորականը խախտել է ձեր կանոնները։ Ու դրանից հետո հոգևորականները կորոշեն, պատժեն իրան, ներեն իրան, թե ասեն ճիշտ արի ինքը, ապրեք։ Դու ով ես որ մտնում ես եկեղեցու կյանք ու ասում ես սենց պտինի կամ նենց պտինի։ Դու կարաս նորից եմ ասում չընդունես եկեղեցին։ Կարաս գնաս մուսուլմանություն ընդունես, աղանց ստեղծես նոր, քո իրավունքն է, բայց դու չես կարող մտնես եկեղեցական կյանք ու ասես սա կաթողիկոս է կամ սա կաթողիկոս չի կամ սա խախտել է օրենքը կամ չի խախտել։ Դավիթ ջան, բայց փաստը նա է, որ Փաշինյանը գնում է իր հայտարարությունների ետևից։ Տեսեք, ինքը նույն ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ես գալու եմ կաթողիկոսի ետևից։ Բեսպրիձելություն է անում։ Հենց բեսպրիձելությունը դա է Գայանե ջան։ Ինքը բեսպրիձել մարդ է։ Իշխանությունը ընկերաձեռու բեսպրիձելություններ անում։ Նախկինների ժամանակ, նախկիների օրոք, եթե նման բեսպրիձելություններ իրականացվեն, եթե նման իրավական վախ կանալի, անարդարություն, դատական համակարգի, իրավապահ համակարգի, ընդհանրապես այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում, հա, այն ինչի հետ մենք այսօր գործ ունենք, այդ ամենը թողությունը եղել է նաև այո բոլոր իշխանությունների օրոք, բայց այն ինչ որ չի կարող անթերի լինի, բոլորի օրոք եղել են հիմա է կատարվում, եթե լիներ նախկինում այս աստիճան, հա, հասել է մի մակարդակի, որ դրանից այն կողմ ուղղակի ասում եմ որևէ այլ ելք չենք տեսնում, եթե լիներ նախկինների օրոք ինչ կաներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում, պատկասում եք ոնց իրանք իրավապաշտպանները, տարբեր հասարակական կառույցներ, դուք Եվրոպան ինչ կաներ այն ժամանակ, Եվրոպան մի հատ թեթև բաներ անում, Եվրոպան իրանք ճաղում էր։ Դրան, որ այդ նույն կառույցները, ովքեր եվրոպաների, ամերիկաների, տարբեր կազմակերպություններին կցագրված շատ ակտիվ գործունեություն էին ծավալում եւ չմոռանանք այդ իրավապաշտպան կառույցները ինչ էին անում նախկինների օրոք եւ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը։ Ես դա եմ ասում։ Հիմա ուր են այդ մարդիկ, ուր են այդ իրավապաշտպանները, ուր են այդ արդարության մարտիկները, ուր է հենց Եվրոպան, ինչի՞ մի հատ ընդից խոսում Եվրոպան, բա։ Այսինքն ամեն ինչի առաջ աչք են փակում հանուն ինչի եւ հանուն որ կոմպրոմիսի, ասեմ հանուն ինչի։ Եվրոպան մի քիչ առաջ էլ ասեցի հանուն իր շահերի, որովհետեւ հիմա եկել է
եթե նորմալ լիներ ամեն ինչը աշխարհում, Եվրոպան կպատժեր Նիկոլին։ Կասեր ես ինչ ես անում, հակաժողովրդավարական բան ես անում։ Բայց հիմա քանի որ մի կողմում եվրոպական արժեքներն են, մյուս կողմում Եվրոպայի շահն է, Եվրոպան ընտրում է Եվրոպայի շահը։ Իր համար առաջերտին կարող է Նիկոլը ծառայի այսօր իր շահերին ծառայի, ոչինչ, թող հակաժողովրդավարական լինի, որովհետև մենք հիմա երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ենք։ Ու Եվրոպայի համար ավելի կարևոր է իր շահերը, այսինքն կոնկրետ այստեղ, որ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը հակառուսական դիրքա բռնել։ Այդ է իր համար ավելի կարևոր։ Այսինքն հանուն արտաքին քաղաքական հանուն եվրոպական, այո, ապրեք ինքը թողում է, ասում է ոչինչ, մի երկու բան էլ ինչ ուզում է սարավ, մենակ իշխանությունը պահի։ Ինչ անի։ Հա, թեկուզ բարդակ, դա հիմա Եվրոպայի համար նորից եմ ասում, համար մեկ կարևորությունը հակառուսական ուղղվածությունն է Հայաստանի, մեկ էլ ասենք եվրոպական շահերին ծառայելն է, որը որ հենց ծառայում է ամենալավը Նիկոլ Փաշինյանը։ Դավիթ ջան, ինչու ձերբակալվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հիմա այս ժամանակահատվածում, ինչու նորից էլի նույն հետքերով գնաց Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը Եվ ինչ տեղի ունեցավ Մերձավան համայնքում, չնայած այդ մասին շատ է խոսվել, շատ է գրվել։ Ես էլ եմ շատ խոսացել, բոլորի մասին խոսացել եմ, այո, դուք շատ ակտիվ խոսել եք, ես հետևել եմ ձեր ելույթներին, տեղյակ եմ, բայց փորձենք ամփոփել, ինչ տեղի ունեցավ եւ այդ ֆոնին, այսինքն նույն ձեռագրաբանությունը շարունակվում է եւ հիմա էլ փաստորեն նույն ճակատագրին արժանացավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով ազատություն իրանց ընտրված էր ժողովրդի կողմից եւ սիրված էր Մասիս համայնքում եւ իրականում ունի համախոհների մեծ բանակ։ Համաձայն եք, որ Հայաստանում վերջնականապես այսպես փորձում են փոշիացնել լիդերների ինստիտուտը եւ դուք դա չեք տեսնում, ով իրանց դեմա լիկվիդացնում են, ընդհանուր ինչեւ սպանություն, որը որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունն է, դա քաղաքական սպանություն է, ես դրա մասին խոսացել եմ, դրանով միանշանակ դիտեմ, ես դրա մասին խոսացել եմ մանրամասն ասել եմ իմ հարցազրույցներում, ու ես բացատրել եմ, ես չեմ ասում Զակազեն տվե ասել են գնա սպանի։ Պայմաններ են ստեղծել, որ գնա սպանի։ Ես սրա մասին խոսացել եմ էլի։ Պայմաններ են ստեղծել, որ գնա սպանի։ Սա մեկ։ Նախ մի հատ ազատություն մաղթենք բոլոր մեր քաղբանտարկյալներին, Դավոյից, Դավիթ Համբարձումյան ջան, ցավը տանեմ։ Դավիթ Համբարձումյանին, Վարդան Ղուկասյանին, որ ամենը տվեցիք բոլոր մեր քաղբանտարկյալներին, բոլորին ազատություն։ Բոլորի կողմից միանշանակ, բայց ինչի համար են բռնել։ Այսօր հենց Թե Դավիթ Համբարձումյանին, թե Վարդան Ղուկասյանին թվականին տեղի ունեցած հայտնի նաև դեպքերը չմոռանանք։ Ուրեմն Դավիթ Համբարձումյանին բռնեցին, սրա մասին էլի շատ եմ խոսացել, մի հատ էլ ձեր լսարանի համար խոսամ, Գայանե ջան։ Դավիթ Համբարձումյանին բռնեցին մի բանի համար, որովհետև հասկացան, որ իմպիչմենտը հաջողում է։ Իմպիչմենտը հաջողելու է։ Այդքան որ ես այն անգամ եմ ասում, Լուսինեն եմ ասում, լայվում ասում եմ Լուսինե ջան, այդքան որ ես գալի ձեր մոտ խոսում եմ, վերլուծում եմ, որ մեր ընդդիմության գլուխը մտնի, որ իմպիչմենտը կարա հաջող էլի հնարավորություն ունի հաջողելու, շանսեր ունի հաջողելու, էդի ոչ թե մենակ մեր ընդդիմության գլուխն է մտնում, այլ նաև իշխանությունների։ Նրանք էլ են չէին լսում։ Նիկոլ Փաշինյանն էլ ԿՊ-ի սաղ վերնախավն էլ իմ սաղ հարցազրույցները 18 թվականից լսում են։ Բայց իրանք էլ են, չէ, գլուխները մտա, իրանք գլուխն էլ մտավ իմ ասածը։ Ու իրանք հասկացան, որ իրոք հաջողում է սա։ Իրոք կարա հաջողի Դավիթ Համբարձումյան տեխնացուի պարագայում, իմպիչմենտը կարա հաջողի։ Դրա համար իրան լիկվիդացեցին այս պահին։ Ոնց անեն։ Դավիթ ջան, գիտեք, ես ինչ եմ միշտ ասում։ Ինչ տեղի ունենալու, նորմալ է, որովհետև մեր զրույցները միշտ այդպեսի մոտորում են ընթանում, բայց նաև այսպեսի տեսակետներ են։ Ասեք, ինչ ասեք։ Հիմա ինչ էմոցիաներ են։ Ինչ ասեք, Հիմա ասեմ ձեզ, ուրեմն ասում են, որ սրանով Սերժ Սարգսյանը իր հերթական շախմատային քայլը արեց եւ փորձում է դաշտը մաքրել։ Քուրը տվեց Դավիթ Համբարձումյան, գիտեմ, այդ էշությունը, այդ հիմար թեզը, այդ հակասերժական տականքների Ասեք, մի քանի օր առաջ ասել։ Չէ, նաև ուրիշ հանգամանք կա, որ ասում են դաշտը մաքրում է եւ ամեն հնարավոր էսպես, փորձում են մաքրել դաշտը, պլատֆորմա ընդգծել, հնարավոր ամեն բան արվում է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար, այսինքն մաքրում է դաշտը Նիկոլ Փաշինյանի համար Սերժ Ազատիչի շախմատային հերթական քաղաքականության արդյունքում։ Այսինքն հնարավոր տարբերակ այո Դավիթն էր Համբարձումյան, որ կարող էր իմպիչմենտի ձեր ասած։ Իսկ մի րոպե, այդ արդեն հիմա է ասում, բա Դավիթ Համբարձումյան տեխնացիոնով է դրել։ Բա խեք են, բա
ասում որ դա անլուրջ է։ Դե ասում են անլուրջ է։ Փաստորեն լուրջ է, չէ՞։ Փաստորեն եւս մի անգամ իրանք հիմա ապացուցեցին որ Սերժ Սարգսյանը ճիշտ է, իրանք բոլորը սխալ։ Փաստորեն լուրջ էր, չէ՞։ Հիմա իրանք ասում են լուրջ է, թե համար ուրեմն Սերժ Սարգսյանը Դավիթ Համբարձումյանի ոչ թե փուրը տվեց, այն անգամ էլ եմ ասել, այլ Դավիթ Համբարձումյանի կլասը մի քանի անգամ բարձրացրեց, մի քանի անգամ։ Տեսեք, նախ ազատություն իմ Դավո աղբորս, ինքը ուժեղ տղա է, ինքը մեծ պոտենցիալով տղա է։ Ինքը այս պայքարի մեջ իրան Սերժ Սարգսյանը չի ստիպել որ մտնի։ Կամավոր մտել այս պայքարի մեջ հանուն հայրենիքի, հանուն մեր պետության ու հանուն հենց Սերժ Սարգսյանի։ Դրա համար էլ ես ասում եմ Դավո ջան քո կյանքին մեռնեմ եւս մի անգամ։ Այսինքն Սերժ Սարգսյանը իրան չի բերել զորը ասե արիմտի պայքարի մեջ, 18 թվականից ինքը որ մտել է այս պայքարի մեջ, հավատարիմ մնացել է Սերժ Սարգսյանին, դա իր որոշումն է եղել, որը որ ես շատ բարձր եմ գնահատում։ Այդ որոշման մեջ Դավիթ Համբարձումյանը ապացուցել է որ պատրաստ է նստել, կյանքն էլ պատրաստ է տա հանուն այս պայքարի։ Ինքը դա ապացուցել է։ Հիմա ասում են ամենամտերիմ մարդկանցից մեկն է եղել։ Այո, կյանքին մեռնեմ։ Իրոք ինքը շատ հավատարիմ Սերժ Սարգսյանին։ Մարդա դե համար էլ ես իրան շատ եմ հարգում, իր կյանքին մեռնեմ։ Նույնը չենք կարող ասել, չէ՞ Արշակ Հակոբյանի մասին նրա։ Չէ, իրան էլ Արշակին էլ եմ շատ հարգում։ Հեսա Դավոյի։ Չէ, բայց մենք չենք կարող նույն նժարի վրա դնել եւ դե ամեն մեկ իր տեղ ունի, Արշակն էլ լավ տղա է, շատ հիշացնեք Արշակից եք խոսամ։ Եթե պետք է ուղղակի Դավոյին նա ավարտեմ։ Հիմա նայեք տեսեք, որ ասում են փուրնա տվե։ Սերժ Սարգսյանը փորնատվի Դավոն, չէ՞։ Բա որ հանկարծ Դավոն դառնա վարչապետ, էլի կնի փորնատվե։ Բա որ հանկարծ դառնա վարչապետ։ Էդ էլ մի հատ, էդ կնի փորը տվեց, դե վարչապետ սարքեց։ Երկրորդ, Գայանե ջան, եթե սրանից առաջ, նախքան Դավիթ Համբարձումյանի իմպիչմենտի տեխնացու վարչապետի տեխնացու առաջադրելը, որ հանրապետական կուսակցությունը առաջադրեց, Սերժ Սարգսյանը առաջադրեց, որ հանկարծ մեկ ասեր Դավիթ Համբարձումյանին նույնիսկ նախարար ասեին դե չէ, էլի։ Դավոն հա քաղաքապետ, մարզպետ, լավ շատ, բայց ձեր մտքով կանցնի որ Դավիթ Համբարձումյանը վարչապետ կարանի։ Ասենք ձեր մտքով մեկը կանցնի որ ասենք հանրապետական եկել է իշխանության վարչապետի տեխնացու։ Դուք կասեք, ես էլ կասենք Շարմազանովը կարալնի, Աշոտյանը կարալնի, Զաքարյան Արտակը կարալնի, ապրեք, Զաքարյան Արտարուն Մարգարյանը կարալնի, ու սեն շարունակ, բայց հաստատ Դավիթ Համբարձումյանին ոչ ոք չէր ասի, չէ՞։ Որ մեկն էլ ասեր Դավիթ Համբարձումյանը, դուք ասեն չէ, Դավիթ Համբարձումյանը լավ մարզպետ, շատ, բայց որ դրանից ավել չէին ասի։ Իսկ այսօր ինքը արդեն եւ կլաս այնքան Սերժ Սարգսյանը բարձրացրեց, որ նույնիսկ եթե impeachment-ը չհաջողել, Դավիթ Համբարձումյանը արդեն վարչապետ, արդեն այդ մարդկանց կողքը Դավիթ Համբարձումյանի անունն էր կտակ։ Հիմա վաղը չեմ իսօրը որ ասես ով կլինի հանրապետականի վարչապետի տեխնացուն, մեկը կասի Աշոտյանը, մեկը կասի Շարմազանովը, այն մյուսն էլ կասի Դավիթ Համբարձումյանը։ Այսինքն իր կլասը բարձրացավ, նույնիսկ եթե չհաջողի, Սերժ Սարգսյանը Դավիթ Համբարձումյանի ռեյտինգը մի քանի աստիճան լեվելը, մի քանի աստիճան բարձրացրեց, որին որ Դավիթ Համբարձումյանը կներեք, որին որ Դավիթ Համբարձումյանը տարիների ընթացքում կարար հասնել, ինքը ունի այդ պոտենցիալը Աշոտյան դառնալու, Շարմազանով դառնալու, Զաքարյան Արտակ դառնալու, Տարուն Մարգարյան դառնալու, այդ պոտենցիալը Դավիթ Համբարձումյանը ունի, բայց ասենք դրան կհասներ մի քանի տարվա ընթացքում, տարիների ընթացքում։ Իսկ Սերժ Սարգսյանը մի քայլով իրան բերեց արդեն այդ լեվելի մարդ սարքեց։ Կարող եք ասել, որ հանրապետական կուսակցության վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է լինելու։ Այս պահին impeachment-ի վարչապետի տեխնացուն ինքն է, բայց վաղը չեմ իսօր ես չգիտեմ հանրապետականը կորոշի թե ով կլինի։ Բայց չեք բացառում։ Դուք բացառում եք։ Արդեն Դավիթ Համբարձումյանը, հիմա որ ասեմ, կարա Շարմազանովը լի կբացառեք, չէ։ Կարա Զաքարյան Արտակը լի չէ, կարա Տարուն Մարգարյանը լի չէ, կարա Աշոտյանը լի չէ։ Այդ նույնպես կարա արդեն Դավիթ Համբարձումյանն էլ իր լեվելն էլ արդեն այդ մակարդակի։ Իսկ ով արեց դա Սերժ Սարգսյանը իր մի հատ քայլով։ Իսկ ինչ վերաբերյալ նստելուն, այդ Դավիթ Համբարձումյանը ինքն է այդ ճամփեն ընտրել, որտեվ տղա է։ Ինքն է այդ ճամփեն ընտրել, հանուն ինքն է։ Հիմա ոնց որ ասեք, ես գնում եմ պատերազմի, գնացեմ, չէ՞ պատերազմ։ Ես եմ, չէ՞, ուրիշ չես տիպի ասեք գնա պատերազմի։ Ես եմ գնացել ընտրել։ Հիմա որ պատերազմի դաշտում գեներալ Մանվելը ինձ ուղարկել էր ռազմետկի։ Օրինակ, խրգել է, տենց եղել է, գնացնեմ ռազմետկի։ Որ այդ այնտեղ զոհվեի, կասեիք Մանվելը փուրը տվեց Դավոյ։ Չէ։ Ասենք հանձնարարում են կոնկրետ ինչ-որ բան։ Ձեր կամքով դուք եք գնացել։ Ես եմ գնացել։ Հիմա Դավոն ինքը մտել է այս պայքարի մեջ։ Մտել, այսինքն, բա որ մտել ես, բա կարան ինքը չգիտի որ կարան իրան նստեցնել, կարան խփենել իրան հեռը իրանից։ Դավ ջան, մեռնեմ քո սարդին, ազատություն քեզ։ Հասկանում եք։ Իսկ ուզում եմ ասեմ Սերժ Սարգսյանը որ դրեց իրան impeachment-ի տեխնացու, իրան լավություն արեց, ոչ թե փուրը տվեց։ Իսկ այս սրիկաները, հակասերժական տականքները, այդ թեզը պտտում են, որ իրան ծարևին բանկ ցենց թե Դավիթ Համբարձումյանն էլ ինքնի ձեր խելքին այդ տականքներ։ Ես այն անգամ էլ եմ ասել, լավ յուզից ասեմ Սերժ Սարգսյանի դեմ բիզ մի սրեք, այդ բիզը մտնելու է ձեր հետևը։
Սերժ Սարգսյանի դեմ ով բիզնես էր, ասել Սերժ Սարգսյան տեղը նստած այդ շախմատային խոտ կանի, տարիներով ձեր ծախսած միլիոնները, որ ծախսում եք Սերժին մի վնաս տակ, մի հատ խոդով, այսպես մի հատ շախմատային խոտ կանի, այդ սախ ուղղվի ձեր դեմ։ Այդ ինչ խոդ է։ Շախմատային։ Շախմատային Գաղտնի խոդեր կան, որ դեռ չգիտենք այդ մասին։ Ես էլ չգիտեմ, բայց որ Սերժ Սարգսյանը շատ հզոր մարդ է ու Հայաստանի փրկությունը սենց Սերժ Սարգսյանի մեջ է, էդի ես էլ եմ լավ հասկանում, ցավոք սրտի հակասերժական տականքներն են լավ հասկանում, դե համար ամեն ինչ անում են, որ այդ փրկությունը չլի, որովհետև իրանց համար հայրենիքի փրկությունը չի կարևոր, իրանց համար իրանց իշխանության գալն է կարևոր, եթե իրանք չկան, թող մնա Նիկոլը, ոչինչ ոչ քեզ, այս են անում իրանք, հասկանում եք, իսկ մենք ինչ ենք անում, Սերժ Սարգսյանը ինչ անում, ինձ ոչ մի բան պետք չի, կարում եք փրկեք, դուք երգիրը, ինչ ասեք զինվորի նման անեմ, չի եղել մի բան, որ այդ բոլոր ուժերը փորձում է ինչ-որ մի բան անել կամ երկրից Սերժը խանգարում է, ոնց, այ խանգարել է, կներեք, իրանք, ես որ ասում եմ, դե մի հատ քայլ ցույց տվեք, որ Սերժը արել է, տակից անում, որտեղ չեն կարող բան ցույց տան, տակից անում, իսկ դուք կոնկրետ լիք քայլ արել եք, որ օրինակ իմպիչմենտին, ինչի Հայաստան դաշտը 4 ամիս հետո միացավ, այ դա էր խանգարելը, հիմա կարան իրանք մի հատ այդ բան ցույց տան, ասեն, մենք էս ինչ տեղը միտինգ ենք արել, ակցիա ենք արել, չգիտեմ ինչ եք արել, Սերժը չի միացել, 21 թվին որ գնացին ընտրությունների, 21 թվին, ասում են ձևի համար էլ դուք գայք ստորագրություն դնեք 4 ամիս առաջ, հա, հասկանաք, հիմա 21 թվին որ իրանք գնին ընտրության, գնացին Սերժ Սարգսյանը դեմ էր, չէ՞։ Բայց չգնաց ընտրության, որտեղ այդ ժամանակ ռեյտինգը համար մեկը ռեյտինգով Ռոբերտ Քոչարյանն էր, չէ՞։ Սերժ Սարգսյանը ասեց հարց չկա, ինչով է պետք օգնեմ ձեզ։ Սերժ Սարգսյանը հրահանգել էր։ Ես սա ասում եմ ինչը որ բոլորը գիտեն։ Իսկ իրանց ասում են տակից։ Ես փաստ եմ ասում։ Սերժ Սարգսյանը հանրապետականներին բոլորին հրահանգել էր, որ Քոչյանի ձայներին չկպնեք։ Այդ որ ասում են հազիվ եք հաղթահարել շեմը, չէ՞։ Հանրապետականից մի շեմը հազիվ է հաղթարել պատիվն օրենքի ուժով, որտեղ մեր ցավ ձայները հանրապետականի գնացել է իրանց, որտեղ Գայանե ջան, որ ասենք Պողոս Պետրոս Մարտիրոս ասում եք ում ես ընտրել, ասում եք Քոչյանին, ասում եք լավ ես անում, ընտրի, չէինք ասում ախպեր, բա մենք հակակարողություն չեք իրականացնում։ Ոչ թե մենակ հակակարող կարա չի ասի Գայան ջան, մի դու իմ ընկերն ես, թե ասենք իրանց, արի ինձ դու ձայնը։ Իսկ հիմա ի՞նչն է պատճառը։ Մենք էդի չենք արել։ Այս աստիճան սրվել է, հա, փաստորեն այս Դա շատ վատ է։ Շեմը, պայքարն այլևս անցել է։ Ես հարգում եմ, գիտեք, մեր 3 նախագահներին։ 3-ն էլ հերոսներ են։ Ես շատ եմ հարգում նաև Ռոբերտ Քոչյանին։ Շատ եմ հարգում Լևոն Քոչյանին, որ իրոք Ռոբերտ Քոչյանի տեղն Լևոն Քոչյան, իրոք շատ լավ մարդ է, լավ հայ է, ինքը լավ մարդ է։ Ես նրան ուրիշ ձև եմ հարգում։ Իմ ուզած ինչն է, բայց ասենք ամեն ինչ էսի, ես գիտեմ էլի որտից է գալի։ Տեսեք, ես եղել եմ Ռոբերտ Քոչյանի ամենաուժեղ աջակիցներից մեկը։ Ինչի հեռացա այդ թմից։ Որովհետև կպնում են անընդհատ Սերժ Սարգսյանը, դե մի հատ խումբ կար, կպնում էր Սերժին, ես էլ իրանց հետ հակնվի, կպնում էին հակնվի, ու սենց հետո որ եկա մի պահ ես արդեն հասկացա, որ ասենք Ռոբերտ Քոչյանը եթե ուզի էդի չի լինի, էլի, հասկանում եք, վերջ-վերջո այս օրինակն է միշտ բերում, որ 20 թվի նոր տարուն Սերժ Սարգսյանը սեղանի վրա հանրապետականները սա նստած էին, ոտի վրա, հելա ոտի խմեց մի հատ Քոչյանի կենաց ազատություն մաղթեց, ասեց ինքը իմ ընկերն է ու ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ազատության մեջ լինի։ Մի հատ էլ ոտի վրա խմեց Մանվել Գրիգորյանի կենացը։ Հիմա այդ խմելուց հետո կլներ մի հատ հանրապետական, որ ռիսկ աներ Քոչյանի դեմ բան խոսար։ Դե արդեն չէր ինչ։ Հիմա այդ նույնն էր, եթե աներ Ռոբերտ Քոչյանը իր շրջապատում, որ մի աջակիցը կասեմ, որ մեկն է փորձել ասեն այան ասում, մեր առաջնորդի մոտիկ ընկերն է արա։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը պայքարում է Սերժ Սարգսյանին։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա Ռոբերտ Քոչյանին քննադատեմ, ինքը իմ հաղթած նախագահներից մեկն է։ Ես ինձ թույլ չեմ տես, ես այդ որոշ աջակիցների նման, որոշ չեմ ասում բոլորի, որոշ աջակիցների նման անմակարդակ չեմ, որ նախագահների հասնեն ավելի պակաս հաճամ։ Այն որ ասում է գողերը որ կան, հարիկները թոլարան։ Որ այդ սահմանները այլևս հատվել են, կարմիր գիծը հատվել է։ Չգիտեմ ինչն է պատճառը։ Պայքարի ճանապարհին, հա, Դավիթ ջան, այսինքն քաղաքական բանավեճը տեղափոխվել է բոլորին այլ հարթություն։ Իրանց մեջ եթե ինչ-որ մի բան էլ կա, այդ իրանց հարցն է, դա ոչ մեկի գործը չի։ Այդ տենց թող մնա։ Եթե ինչ-որ մի խնդիր կա, հասկանու՞մ եք, օրինակ կարանի, չգիտեմ կա թե չկա։ Իհարկե կարող է լինել, բայց թող մնա իրանց երկու ընկերոջ մեջ, հասկանում եք, որ այդքան ուղեն անցել, ասենք տակի մարդիկ թող իրանց խելոքային իրանց չափերը ճանաչեն։ Ես սա կասեմ։ Ու ասենք բոլորի համար մեկ կարևորությունը թող ունի հայրենիքի փրկությունը Նիկոլի հեռացումը, որովհետև թե Ռոբերտ Քոչյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, իրանք ով էլ գան իշխանության, մեր երկիրը հաղթելու է։
Ով էլ գա իշխանության իրանցից, որովհետև 3-ի կառավարման տարիներն էլ տեսել են, սաղ էլ հաղթանակած նախագահներ են։ Հասկացաք։ Այս սա կասեմ։ Ինչ ճակատագիր է սպասվում նույն Սամվել Կարապետյանին չմոռանամ։ Իրան էլ ազատություն մաղթենք, այն էլ հերոս մարդ է։ Ես ասել եմ Սամվել Կարապետյանն էլ, Ռուբեն Վարդանյանն էլ միշտ ասում եմ, երբ որ հայրենիքը ազատագրենք, ես ամեն ինչ անել եմ, որ երկուսն էլ շնորհեն հերոսի կոչում, որովհետև իրանք բացի այն, որ մեծ բարեգործներ են, մեծ բարեգործներ են, ասենք, օրինակ Քերքորյանը ազգային հերոս դարձավ ինչի համար, դա բարեգործությունների, չէ՞։ Նմանատիպ բարեգործներ են նաև Ռուբեն Վարդանյանը ու Սամվել Կարապետյանը, բայց բացի բարեգործները կներեք, բացի, չէ, կներեք, չէ, բացի չէ արելը, դե էշ խոսում են, բացի բարեգործներներ իրանք էս նեղ օրերին եկան Ռուբեն Վարդանյանը միլիարդները թողեց, եկավ գնաց Ղարաբաղ մտավ սովամահալնող շրջապակվող Ղարաբաղ Սամվել Կարապետյանն էլ եկավ կանգնեց եկեղեցու կողքով գնաց կալանքի։ Ինչա ձեզ թվում է Սամվել Կարապետյանը չէ կարա լեզու գտնել, իրան թողեին այդ, հա։ Կարար, բայց դա որ նստած է նշանակում է լեզու չի գտել իրան, նշանակում է որ շարունակում է կանգնած նա եկեղեցու կողքը։ Հասկանում եք։ Երբ ազատ կարձակվի Սամվել Կարապետյանը, երբ որ այս իշխանությունները փոխվեն, երբ որ այս իշխանությունները փոխվեն կամ էլ երբ որ լեզու գտնի իրանց հետ, ասի թողեք այդամ չեմ խառնվի ձեր գործերին։ Այդ երկուսից մեկը։ Իդեպ խոսակցություններ կային Դավիթ։ Կամ էլ երբ որ վերջնական կներեք, մի երրորդ տարբերակն է, երբ որ ասենք այս իշխանությունները վտանգ չեն տնա Սամվել Կարապետյանի մեջ, արդեն կհաղթեն ընտրություններով կկեղծեն, կհաղթեն, այդ վաղ կարողա թողեն, ոչ թե կարողա կթողեն, ասեն գնա այլ ոչ մի վտանգ դու մեզ չես սպառնում։ Այսինքն այս իրեք տարբերակն է։ Կամ իշխանությունը պիտի փոխենք, կամ պետքա իրանք լեզու գտնեն իրար մեջ, ասի ախպեր, թողեք այդամ հարց չկա, էլ ձեր դեմ չեմ էլ պայքարի, եկեղեցու կողմն չեմ կանգնի, ես այդամ ես իմ գործերով իմ բիզնեսով կամ էլ երրորդ տարբերակն է որ արդեն երբ որ ԿՊ-ն հաղթի էլ ոչ մեկի մեջ վտանգ չտնա այդ բաղ սաղին էլ բաց կթողեն սաղին էլ Դավիթ ջան իդեպ լինելով Սերժ Սարգսյանին մոտ կանգնած ամենամոտ մարդկանցից մեկը նաև Քավոր Սանիկա Իհարկե, այո, Սերժ Սարգսյանի Քավորն է, ես հպարտեմ դրա համար ու դա իմ կյանքիս ամենամեծ ձեռքբերումն է, որ հայոց պատմության ամենաուժեղ տղեն, ամենահզոր տղեն Սերժ Սարգսյանը հայոց պատմության, ես սա կարող եմ ապացուցեմ, որ ինքն ամենաուժեղը միշտ եմ ապացուցել, որ ամենաուժեղ տղեն իմ Քավորն է, ուրեմն ես զասնուժիտ եմ արել, չէ՞։ Ես դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, Սերժի Քավորնելը, Սերժ Սարգսյանի Սանիկ լինելը, որ Սերժ Սարգսյանը իմ Քավորն է։ Դա իմ ամենամոտ մարդ, Աստված օրհնի Ապրեք շատ։ Հիմա գանք դրան, որ լինելով ամենամոտ մարդկանցից մեկը ասում են, որ Սև կատու էր անցել նաև վերջին ժամանակներս նույն Սամվել Կարապետյանի եւ Սերժ Ազատիչի միջև։ Ես դες բան ոչ տեսել եմ, ոչ էլ ջոգել եմ։ Ընդհակառակը, սա Սամվել Կարապետյանի բաներին հանրապետականներ ընդեղ են։ Հենց առաջի օրից ամենուժեղ կանգնած իրանց կողք եղել են հանրապետականները։ Ոնց ինչ Սև կատու։ Դրանից հետո է անցել Սև կատու, հա։ Թե մինչև է։ Չէ, մինչ ձերբակալություն է Սամվել Կարապետյանի։ Դե դուք նայեք տեսեք։ Չէ, գիտեմ, ես իրանց եմ, հասկացա, իրանց եմ ասում։ Դուք սա հարցեր ինձ տվեք, որ իսկական զրույցելի։ Հիմա նայեք տեսեք։ Տալիս եմ հարցերը։ Դա այդ փաստերին, Գայանե ջան, փաստերն է։ Երբ որ Սամվել Կարապետյանին բռնեցին, ամենաուժեղ սա գիշեր իր գիշերներով մինչև լուսաբաց իր կողքը հանրապետականի տղեկն են, մեր գենո ենք։ Հանրապետականի երիթերներ, մեծերն էին հանրապետականի։ Բայց ոնց եղավ որ Սև կատու էր անցել ու հանրապետականները դոշ էին տալի դրա։ Ձեր ասած ասում են տակից գոհ։ Այդ տակից, ուրեմն նայեք տակիցներին դուք մի նայեք։ Դուք խոսացեք իմ հետ տակից խոդ են անում։ Ուրեմն նայեք տակից ամեն մարդ կարա մանավանդ ուժեղ երևակայություն ունեցող մարդը այնց բաներ կարա խոսա։ Չի կարա, դրանք բեզաչոտնիկներ են։ Բեզաչոտնիկ սրիկաներ են, այդպես խոսացողները, ավել պակաս հաճացողները, որ դուք պետք է նայեք կոնկրետ փաստերին։ Եթե որ դու մի բան ես պրիդյավի տանում, Էսի պես փողոցային կանոնն է, փողոցի տղեկի կանոնն է, գողական շատ լավ կանոնն է։ Եթե մեկին մի հատ բան ես պրիդյավի տան, եթե չես կարող ուբիդի տանես, դա մնում է քո վզին։ Հիմա իրանք չեն կարող ուբիդի տանեն իրանք ասածները, դա որ մնում է իրանք վզին։ Իրանք պատմության աղբանոցում են հայտնվում, ով որ ավել պակաս այդտենց հաճում է։ Լավ, այս պարակտման գործընթացը, այս պարակտումը, որ սկսվել է համատարած մեզ, ուր է տանում, չնայած շատ վատ է։ Հենց այդ պարակտումն է պահում Նիկոլին, բայց որ ասում են Գանձա այս մեր ընդդիմությունը ալենն է այո, հեգնում է։ Ճիշտ է ասում, բա Գանձա։ Բայց այդ պարակտում իրանք պահում է։ Ուր են մեր գանձերը։ Ճիշտ է ասում։ Այսօր Նիկոլին ժողովրդի մեծ մասը չի սիրում։ Ատում է դաժե մեծ մասը։ Եթե իր այդ
իշխանության ռեսուրսները տեսեք Հովանավանքում կարծիքներ էին հնչում, որ եկել ենք սատարում ենք մեր վարչապետի շատ քիչ բան այ տեսեք այ Նիկոլի սատարումը էդ էր որ Հովանավանում տեսակ այդ է իր սատարումը ու բայց էս էլ պետք է ասեմ նախորդ անգամ ասել եմ հիմա էլ պետք է ասեմ որ ես այսօր էլ պարզ եղավ այսօր պարզ եղավ արդեն որ իրանք ստիպողաբար ոչ մեկին չեն տարել Եթե ստիպողաբար տանեն, ես անցած հարցազրույցում Լուսնեի մոտ live news-ում, ես ասեցի Նիկոլ պատկերը տեսել, ասի հաջորդում ստիպողաբար կբերես կլցես Հրապարակն էլ կարաս դու էլի լցես ստիպողաբար, էդի չեղա որ քեզ աջակցում։ Այսինքն վարչական ռեսուրսները չէր աշխատել։ Ոչ, չէր աշխատել։ Դες ես ճիշտ ասում եմ։ Եթե աշխատեն դե Հովանավանում տեղ չելնի, աշտարակից սաղ տրասը մարդ կա։ Ստիպողաբար, Գայանե ջան, կներեք, ստիպողաբար իրանք այսօր հրապարակն էլ ուզեն կլցեն։ Ստիպողաբար։ Ասես եթե իրանք վարչական ռեսուրսը աշխատացնեին, այսօր այդ Հովանավանի այդ սաղ տրասը փակ կլներ։ Ոչ թե եկեղեցին, այդ գյուղով տրասը սաղ մարդ կլներ։ Այդքան մարդ կարան ստիպելով բերեն։ Ասես այդ նշանակում որ ստիպելով չեն Բայց եթե այդքան մարդ ստիպելով բերեին, մենք սաղս կիմանային, որ դա քո աջակցությունը չի։ Ես նախորդ անգամ ասել եմ, ինձ էլ բնականաբար իրանք լսում են, ես ասեցի Նիկոլ, հաջորդին կարաս բերես հրապարակն էլ լցես, բայց դա պարտադրանքով է, դա քո աջակցությունը չի, այ քո պատկերը 10-ից է։ 18 թվականին եթե Նիկոլ Փաշինյան ասեր, այդ մեմ Հովանավան պատարակի, սա հայ ազգն կլներ։ Ամերիկայից կթռնեին կգային որ կետային ընդեղ լինեին։ Բայց հիմա տեն մեկ ինչքան մարդեր գնացել։ Այ դա իր աջակցությունը է։ 26 թվականին ինչ եք կանխատեսում Դավիթ ջան։ Ընտրությունները կեղծելու է։ Կեղծելու է, միանշանակ, կեղծելու է։ Ընտրությունը իր ուզած թիվը գրելու է, ու վերջ։ Կեղծելու երկու տարբերակ կա։ Այդ երկուսից մեկն անելու 100%։ Մի տարբերակը, որ իր 51%-ը գրելու այսի ես եմ, մնացածը ով ինչքան հավաքի, թողի արդար։ Այն 49%-ը թողի արդար։ Իր 51-ը գրի, այդ 51-ը կարող է ինքը լինի հետնել մի հատ ուրիշ կուսակցություն։ Իր խոսքի օրինակ, օրինակը տենց մի հատ կուսակցություն։ Այսինքն 51 իր գրելու է, այն 49-ն էլ ասի ով ինչքան հավաքի։ Դա մի տարբերակն է։ Մյուս տարբերակն էլ է, որ այն 49-ն էլ է որոշելի ով պետք լինի։ Կարող է ջղանանա ասի Հայաստան դաշինք դու չլնես ներվերը սուտում եք սաղորը։ Չպետք է լինես։ Ինչքան ձայնի Հայաստան դաշինքը, օրինակ, էդ էլ կարանի։ Ասենք ունի 30%, ենթադրենք, Հայաստան դաշինքը ասենք հավաքելա Ասենք թե հավաքելա 30% Հայաստան դաշինքը, չէ, կգրի 6.99 Այսինքն ձեռ առնելով 6.99 0.1%-ով չի թողի որ անցնի պարլամենտ Ինչ եք անելու Դաշինք չի կուսակցությունը, ասենք Կուսակցության համար էլ 5%-ն է, չէ՞ անցողի քշեմը կգրի 4.99-ս հավաքե Ասենք թե այդ կուսակցությունը հավաքել է էլի 40% արդար Այմարդ 60% հավաքել եք Գերումա 4.99 Ինչ եք անելու, ինձ մի հատ ասեք Ինչ եք անելու Ինչ որ, եթե մի բան կարակ անեք, բերեք հիմա անեք այնա Արցախը հանձնե Մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանդմա, դե բերեք անենք Եթե դուք պիտի կանեք դա ժողովուրդ անեք ոտի Կամ ինչ եք կարում անեք, չգիտեմ Դե բերեք հիմա, մենք եք կանգնենք ձեր փող կանենք Էդ ինչ կարակ անեք Ոչ մի բան էլ չեն կար անել Միակ տարբերակը իմպիչմենտն է, որ ռեալ տարբերակ է Impeachment-ը ինչ ասում Տեսեք, ավելի հեշտ է Մեզ ընդամենը պետք է 20 հատ հայրենասեր տղա ԿՊ-ից 20 հայրենասեր պատգամավոր ԿՊ-ից Եթե իհարկե Հայաստան դաշինքը չդակի Տեսեք, ես ասում եմ, ավելի շատ հավատում եմ, որ 20 հոգի ԿՊ-ից կգան, քան Հայաստան դաշինքը կքվեարկի Վերջի պահին ես կասկածներ ունեմ, որ Հայաստան դաշինքը չի քվեարկելու Փագա չէ՞ լինելու մանրամասնությունները Կմտնենք կքվեարկեն, բան կասեն ԿՊ-ն ա դեմ քվեարկել Impeachment-ը Ես Թող տա Աստված սխալվեն, բայց ես վստահ եմ, որ Հայաստան դաշինքը կուզի մնա Նիկոլը, քան թե գա Սերժը, Դավիթ Համբարձումյանը, քան թե գա։ Այսինքն կարող ենք ասել, որ արդեն 20 հոգու կարողացել են վերբով կանել։ Չէ, տեսեք, չեմ ասում կարողացել, ես ասեմ կարանք, դրա համար բռնեցին։ Կարող է արդեն կային այդ 20-ը, կարող 20 չէ 18-ը կային արդեն, 17-ը կային, դրա համար Դավիթ Համբարձումյանին բռնեցին, որտեղ իրանք են այդտեն որ էս իլնողա։ Գայանե ջան, ավելի հեշտ է մի քանի 100,000 հանես փողոց ու պայքարես կենաց մահու շապատներով մի օր կհելնեն ժողովուրդը երկրորդ օրը կետան տուն եթե զգան բան չինում ավելի հեշտ է այդ մի 200-300,000 մարդ հանես կենաց մահու կռիվ տանես շապատներով ու կհաջողես թե չես հաջողի զոհեր կլնեն չեն լինի այդ ավելի հեշտ թե ավելի հեշտ է 20 հոգի պատգամավոր հայրենասեր տղաներ կպային 20-ը չէ դե ուրեմն սետ բերեք անենք 20 հոգի հայրենասեր տղա կլնեն կպայում այդ մի մտածեք թե իրանք անհայրենասեր են սա Դուք գիտեք ուրեմն տեղերը Դավիթ ջան որ
Ես գիտեմ, ես իմ վերլուծությունն եմ անում, գիտեմ, որտեղ անհնար է չլինեն, տեղեր չլինեն։ Անհնար է մարդու մեջ գոնե 1% հայրենասիրություն չլինի։ Այդ 1%-ը Այսինքն Սերժ Ազատիչը իր հետագա քայլերը ապահովագրել է արդեն։ Ես տեսեք, որ Սերժ Սարգսյանի հզոր շախմատային ունակություններին գիտեմ, որ շատ հզոր է ինքը, ու ես էլ իմ լոգիկայով, իմ տրամաբանությամբ տենեմ, որ այո, հնարավոր է։ Օրինակ, այսօր ԿՊ-ի պատգամավորների կարող է մեծ մասը, իրանք գիտեն, թե իրանք լավ բան են անում։ Այսինքն մենք իրանք իրական դավաճանություն են անում, չէ՞, բայց իրանք կարող է գիտեն հայրենիքի փրկությունը Նիկոլի կողքը կանեն։ Աշխատանք, հենց այդ եմ ասում։ Իրանք, այսինքն չի նշանակել, որ իրանք կան հայրենասեր են, որ Նիկոլի կողքն են։ Այդ նշանակում է, որ չեմ ասում բոլորը, կան անհայրենասեր սրիկաներ, բայց կան նաև մարդիկ, որ իրանք այդ պատգամավորների մեջ կառավարության ճիշտ աշխատանք կան մարդիկ, որ իրանք մտածում են Նիկոլի կողքը կանելով լավն է, Հայաստանի փրկությունը Նիկոլի կողքն է։ Իրանք պետք է բացատրենք, որ ոչ, Նիկոլի կողքը մնալով դուք հայրենիքը տանում եք կործանման։ Եկեք մտավախություններ ունեք Հայաստան դաշինքից, այդտեղ որովհետև իրանք քայլելով միշտ են ցույց տվել, այո, միշտ են ցույց տվել։ Այսինքն ամբողջ իշխանությունն են ուզում Հայաստան դաշինք ու իրանք են ուզում իշխանությունը։ Իրանք ուզում են, եթե իրանք չեն, ուրեմն թողնա Նիկոլը։ Իրանք համար ավելի կարևոր է Սերժը չգա իշխանության, քան ասենք Նիկոլին հեռացնելը։ Լավ Դավիթ ջան, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը Ես ինչ ասեմ, փաստերով նայեք իրանք գործողությունները, սա հենց թեկուզ Սերժին թիրախավորել, խեք թիրախավորում Սերժին։ Դե վերջին ժամանակներս Դուք բոլորդ հելել եք, մասնակցել եք միտինգներին։ 18 թվին սաղ ձեր սաստավը մասնակցել է, կոալիցիա կազմել եք, թեպետ էլ եմ ասում, դաշնակները իրանց ճիշտ են պահում, դաշնակցական կուսակցության վրա չեմ կասկածում։ Ու ես միշտ ասում, Հայաստան դաշինքը մեջում կպայթեր, տեսակ որ եկան միացան իմպիչմենտին հիմա։ Էդի շատ մեծ եղետեղ վստահ եմ դաշնակների դերը, իրանք կմիանային, դաշնակների վրա չեմ կասկածում, այն մնացածի վրա եմ կասկածում, մյուսների վրա, հասկանում, տեսեք, սաղ մասնակցել է, չէ, ու հիմա ասում են Սերժն է մեղավոր, էդի բասելու բան, փոխանակ ասեն լավ, դնենք մի կողմ հեռացնենք սրան, թիրախավորում են Սերժ Սարգսյանին, ոնց է Սերժը մեղավոր, երբ որ դուք եք պահանջում սաղ, ասկետ որ ձեր պահանջը, ու տենց ասելով, այդ թեզը տարածողները, իրանք են նպաստում, որ հիմա Նիկոլը սաղին բռնում է, բա Նիկոլին, փոխանակ հիմա Նիկոլին մեղադրեն, ասեն, Նիկոլ, Սերժը ժողովրդավար է, ժողովրդի պահանջը կատարեց Սերժ Սարգսյանը, դու էլ կատարի, փոխանակ տենց ասեն, Սերժին ասում են, ժողովուրդը չէր հասկանում, խի ժողովրդին չկոտորեցի, բա մի Նիկոլն էլ մտածված հմիել չի հասկանում ժողովուրդը, կանի ես կոտորեմ, չէ, հիմա դուք ինձ միատ ասեք, Գայանե ջան, Սերժն էր այն ժամանակ ճիշտ, թե Նիկոլը հիմա, ով էր ճիշտ, ժողովուրդը նույն ձևի են վաղ դեմեր Սերժին, ժողովուրդը նույն ձևի են վաղ դեմեր Սերժին, չէ, Սերժը կատարեց ժողովրդի պահանջը, Այդ նույնտեղ հիմա դեմա Նիկոլին, հիմա դուք ասեք, չէ Սերժը թող ժողովրդի պահանջը չկատարեր, թող կոտորե, դեմա Նիկոլն էլ կոտորում է, Նիկոլն էլ իր ուղեղով ինքն է ճիշտ, կոտորում է ձեզ, կոտորում է, նստեցնում է, հիմա ինձ ասեք Սերժն էր այն ժամանակ ճիշտ է Նիկոլը հիմա, դրա համար ինչ պետք է ասեն իրանք, թե ասեն Նիկոլ, դու տեսար Սերժն էր լավ ղեկավար, Սերժ Սարգսյան ջան, դու ճիշտ էի, դու ժողովրդի պահանջը կատարիր, Նիկոլ, դու հակաժողովրդական սրիկա ես, հակաժողովրդավարական սրիկա ես, խի չես դու ժողովրդի պահանջը կատարում, Սերժի դեմ էինք, Սերժը գնավ, հիմա քեզ ենք դեմ, դու գնավ, այ էս պետք է ասեն Նիկոլին, ոչ թե կանգնեն ասեն, Սերժ Սարգսյան, մենք ժողովուրդը չէր հասկանում, բա դու էլ հո հասկանում էիր, այդ սա լծակները քո ձեռներ, ԿԿԲ, ՄՎԴ, չգիտեմ ինչ, բա դներ կոտորեիր, նստեցնեիր, մեր կոքել թոմերնեին, բայց զատու ես վիճակը չէր լինի։ Հիմա Նիկոլն էլ հասկանան ասում, եկուցել ինձ են էս ասելու։ Սպասի, իր ուղեղով էլի, իր ուղեղով կարող է ինքը մտածում, որ ինքն է ճիշտ, չէ։ Ինքը ճիշտ է։ Բա կասի կանի կոտորեմ, կանի նստեցնեմ, կանի սպանեմ, էս է ուզում ժողովուրդը փաստորեն։ Մենք շատ վտանգավոր Շեմի ենք ասել եւ նամանավանդ այն ինչ տեղի ունեցավ Մերձավանում, դա կոնկրետ Ես դրա մասին խոսացել եմ եւ վտանգավոր ահազանգ է։ Գայանե ջան, խոսացել եմ դրա մասին։ Ստացվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարող են հասարակության մեջ իրենց ետևից փաստորեն մասաներ տանել եւ վայելել ժողովրդի սերուն ապրեք, դրա համար բոլոր դուք մի հատ ցույց տվեք, ապրեք, դուք ցույց տվեք մի հատ ղեկավար, մի հատ համայնքի ղեկավար, ցույց տվեք մի հատ համայնքի ղեկավար սրանց հաղթել է ու իրան չեն նստեցրել։ Մեկին ցույց տվեք։ Մամիկոն Ասլանյան 3 տարի նստեց ինչի՞ մա։ Այդ սաղ բաներն են, մենակ կոռուպցիոներներ ու չգիտեմ ինչ է, ձեզ հաղթած համայնքի ղեկավարները։ Մամիկոն Ասլանյանը Կիրովականում նստեցրեցին, հաղթել 100 տարի։ Հարություն Բանուչարյան,
Հարություն Մանուչյանը Շամշադինի տղեն էլի մոտիկ ընկերն է։ Իր տղեն։ Ինչի նստեցին այդ մարդուն։ Էլի իրանց հաղթեր։ Իդեպ կոռուպցիոներներ այսօր Վարդան Ղուկասյանի խի նստեցրեցին, որտեվ այն անգամ էլ եմ ասել, որտեվ հաղթեց իրանց։ Այն անգամ էլ եմ ասել Վարդան Ղուկասյանն ինչի մար նստեց։ Կոռուպցիոներները նաև այս իշխանությունների օրոք ծնվեցին եւ կարծես թե տվեցին անցան բոլոր այն հայտնի կոռուպցիոներները։ Եթե իրանց հետ են նորմալ է, իրանց դեմ են արդեն կոռուպցիոներ են։ Մատ են պոկում, լեզու են պոկում, վիրավորում։ Այդ ասել իրանց կարելի է, բայց որ հակառակ կողմից Սամվել Կարապետյանի նման մարդը ասում է մեր ձևով կմասնակցեն կամ ինչի բռնում են իրան։ Դրատակ իսի ինչեր են տենում։ Ասկի իրանց կարելի է որ հակաժողովրդավարական են, դա արդեն վաղուց պարզ։ Լավ, ինչպես են կարողանալու այս պատը ջարդել Դավիթ ջան, եւ ինչպես են կարողանալու ի վերջո հակադրվել իշխանական այն բեսպրեդերին, որը որ փաստորեն այսօր պիկին է հասել։ Հիմա ստացվում է, տեսեք, դուք ասում եք Նիկոլը ինչ որոշեց, նա էլ անելու է։ Այսինքն այդ 50+1-ի դեպքում ենթադրենք նման սցենար է իր համար գծել Նիկոլ Փաշինյանը, ենթադրենք միայն այդ 49% ում եք հնարավոր տեսնում այդ ով ուզում է ալնի, որ 49-ով մենք չենք կարալու Նիկոլին հեռացնել։ Այդուհանդերձ հնարավոր շարքերում գալիք 49%-ը ով էլ որը Նիկոլ եթե 51-ը ինքն է մնալու իշխանության։ Կարևորը ես ոնց եմ տենում լուծումը, իրոք ուժեղ լուծում, impeachment-ը։ Ամենահեշտ տարբերակը 20 հայրենասեր տղա, մեզ այս հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է ընդամենը 20 հայրենասեր տղա կամ աղջիկ ԿՊ-ից 20 հայրենասեր ԿՊ-ի պատգամավորից 20 հայրենասեր պատգամավոր ընդամենը всё այսինքն impeachment-ի գործընթացը ես ինչ եմ առաջարկել հարգել պետք է մնա օրակարգ ու impeachment-ը անընդհատ պետք է մնա օրակարգում մինչև վերջի օրը մինչև չենք փոխել որտեղ impeachment-ը ամենառեալ տարբերակն է ես ինչ եմ առաջարկել հիմա էլ ձեր մոտից էլ ասեմ ես ասում եմ այն 20 ԿՊ-ական պատգամավորները որոնք կգան կմիանան impeachment-ի process-ին ու impeachment-ը կհաջողի այդ 20 ԿՊ-ական պատգամավորների շնորհիվ ազգային ներուսի կոչում հենց մի բանից հայտարարեք ես սա ասել եմ հայտարարեք ասեք այն 20 պատգամավորները ովքեր էդի կլինած որ նենց էլ չլինած օգտագործեն դենն էտեն հերոսին հո դեն չեն նետի էդի մենակ ԿՊ-ն Նիկոլը հերոսին դեն կնետի սալֆետկի նման կօգտագործի մեկին կտա հերոս մյուս օրը կդատի մենք տենց չենք մեր իշխանությունների օրոք հերոսներին ոնց են մեծարել լավ գիտեք ես ինչ եմ ասում այն 20 ԿՊ-ական պատգամավորները ովքեր որ կգան կմիանան impeachment-ին ու impeachment-ը կհաջողի հայրենիքը կփրկվի այդ 20 պատգամավորներին շնորհիվ ազգային ներուսի կոչում սա իմ առաջարկն է ես առաջի անգամ չի որ անում եմ շատ եմ արել մի հատ էլ ձեր մոտից անեմ Դուք հավատում եք, որ ելք կա։ Ելքը impeachment-ի մեջ այո տենում եմ։ Ու հենց Դավիթ Համբարձումյանին կանոնավորել հենց ապացուցել, որ ես ճիշտ եմ ասում։ Որ նայեք տեսեք։ Քայնե ջան, եթե Դավիթ Համբարձումյանը համարում որ Դավիթ Համբարձումյանը սրանով կավարտի իր քաղաքական կարիերան։ Չէ, Դավիթ Համբարձումյանի քաղաքական կարիերան հաջողությունները հենց արժևում են։ Բայց հրաժարվեց ավականուց։ Հա, ոչինչ, այսօր կհրաժարվի, վաղն էլ ավելի բարձր պաշտոնի կգնա, չի բացառվում, որ հենց վարչապետ չի բացառվում։ Ուրեմն Գայանե ջան, նայեք տեսեք, Դավիթ Համբարձումյանը եթե ելներ մի հատ շատ ուժեղ հանցագործություններ անել ստեյո։ Էս իրան ինչ բռնել էս ի սարկած ծիծաղալու բան է։ Ես մանրամասն բացատրել եմ նախորդ անգամ իմ հարցազրույցներում, որ դա սարկած բան է, ծիծաղալու անգամ, էլի։ Դուք Արշակ Հակոբյանին խնայեցին, ստացվում է։ Չի խնայեցին, Արշակին էլ նստեցին բանին։ Արշակին էլ ես հարգում եմ, Վովային մի այլ կարգ եմ հարգում։ Գայանե ջան, նա Վլադիմիր Գասպարյանն իմ համար ոստիկանի Էտալոնը կերպարը ես այ որ ասեն ով Բայց նրա անունն էլ չի անցնում է բազում ուշագրավ պատմությունների Ինչ պատմություններով այս պետության ամենաուժեղ ոստիկանապետն է Հայաստանի 3-րդ հանրապետության մեջ ամենաուժեղ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է որ իր պրոֆեսիոնալիզմով աշխարհում լավագույններից մեկն է Ով չկարողացավ օրինակ Նիկոլի դեմն առնել Քիչ կարեցավ 2018 հենց կակրած 2018 թվականին Նիկոլի դեմը առան Սերժ Սարգսյանի հրաժարականով Նիկոլը գիտեք ինչ էր կատարվելու Նիկոլ sense ասենք այդ մի բառով ասենք գիտեք ինչ էր կատարվելու 18 թվականին ամենաուժեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսինքն չէր տիրապետում իրավիճակին որ մի քանի օր հետո բռնի մի րոպե չէ չբռնի Փաշինյանի հիմա նայեք տեսեք Գայանե ջան սրա մասին ես շատ եմ խոսած հիմա նայեք տեսեք որ կակրած Նիկոլին էս պրոֆեսիոնալի ձևի տարան հիշ մեկ տանելը պրոֆեսիոնալի ձևի տարան հետո չգողացան իրանց նման ոնց որ Վարդան Ղուկասյանին գողացան բայց ուր տարան դա ոստիկանական չգիտեմ որ բալի չէ նայեք տեսեք մերոնք Վլադիմիր Գասպարյանը չգողացավ Վարդան Ղուկասյանին գողացան Լեննականի քաղաքը տեսակ ոնց գողացան իսկ Նիկոլի
Прямо դուբեդուկ տարան, ճակատից տարան կոպիտ ասան, ովայրոք պրոֆեսիոնալի ձևի տարան, էդի ուզում եմ ասեմ Վլադիմիր Գասպարյանի պրոֆեսիոնալիզմն եմ ասում։ Հիմա նայեք տեսեք, եթե Սերժ Սարգսյանը հանկարծ այդ ժամանակ հրաժարական չէր տալիս, գնում էր բախման, ես էլի մնում եմ իմ կարծիքին։ Հա, Նիկոլը կարող է իշխանություն չգար, կարող է Սերժը էլ մնար իշխանության ավերակների վրա։ Հայաստանը կործանվելու էր, դառնալու էր Ուկրաինա։ Ղարաբաղը կորցնելու էին, Հայաստանը դառնալու ավերակներ, Սերժն էլ մնալու էր նախագահ թեկուզ։ Արցախը կորցրել, Դավիթ ջան։ Բայց հիմա մենք շատ ավելի երանելի վիճակում ենք, քան ուկրաինացիները։ Շատ ավելի երանելի վիճակում ենք, քան կհայտնվեինք, եթե Սերժ Սարգսյանը ուժ կիրառեր։ Ասում եմ ինչ էր դառնալուց թե Հայաստանը դառնալու ավերակներ, Երևանն էլ չէր լինելու, սա բոմբի տեղաց։ Լավ, Սերժն էլ մնալու էր ղեկավար։ Վլադիմիր Գասպարյանը չէր կարողանում Նիկոլ Փաշինյանի այդ խնդիրը Նիկոլի մեջ, ասում եմ Նիկոլին ինչ պրոֆեսիոնալի տարան, չտարան, բայց խնդիրը Նիկոլի մեջ չէր։ Խնդիրը ասենք թե Նիկոլը ինֆարկտ խփեր մեռներ, ձեզ թվում է պիտի պրծնե, всё։ Նիկոլ 2 էր լինելու։ Նիկոլ 3, Նիկոլ 4, Նիկոլ 5, Նիկոլ 100,000։ Մենք ունենք Նիկոլ 2։ Լիքը չէ։ Նիկոլից բաբոր Նիկոլ 2, Նիկոլ 3 չունենանք Նիկոլը կմնա, բայց Նիկոլներով է Նիկոլը մնում ու դրսի ուժերի աջակցությամբ։ Եթե այդ Նիկոլի հետևին 18 թվին կանգնած չլինի դրսի այդ ուժերը հզոր։ Նիկոլի այդպես ոնց որ տարան, այդպես կտանեին, մեր կողմը գմգմփացնեին, կցարվեր միտինգը կպրծներ։ Բայց այդ մի երկու հատ գմգմփացնեին, հակառակ գմգմփոցել էր ստելնելու, կամ ուժներ էին տրակելու, ռադիոյի տունն այդպես բաներ էին տրակելու, հանդից էլ թուրքներ մտնելու։ Արցախը կորցնելու էինք, Հայաստանը ավերակներ էր լինելու, Սերժն էլ կմնար իշխանության, բայց պատմության մեջ կգրվեր գիտեք ինչ, որ Սերժ Սարգսյանը հաննաթորը ես ինչ արեց արա, ժողովուրդը ուզում էր խիչ տվիր։ Ու իրականում, եթե ժողովուրդը իրան հետևողական էր Նիկոլ Փաշինյանն էլ իրան ճիշտ պահեր, մենք այս վիճակում չենք լինի, մենք նորանոր հաղթանակներ կունենայինք։ Հիմա Արցախի հարցն էլ լուծված կլներ, Արցախը գոնե դե ֆակտո անկախ կլներ, գոնե։ Հայաստանն էլ կլներ հզոր պետություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր Սերժ Սարգսյանի կետից, այլ ոչ թե իր զրոյական կետից։ Հասկանում եք։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը շատ լավ խոսք ունի։ Ասում է ինչ վիճակում են պետությունը ստացել, ու ինչ վիճակում են պետությունը հանձնել։ Իրոք այդ խոսքը ես առանց նետ չի հեգնում եմ, էլի։ Հեգնանք չկա։ Իրոք ի սրտե հավանում եմ այդ խոսքը։ Ինչ վիճակում են պետությունը ստացել, ինչ վիճակում են պետությունը հանձնել։ Սերժ Սարգսյանը 2008 թվականին ստացել է մարտի 1-ով ուդար կերած պետություն։ Մարտի 1-ը գիտեք ինչ ուդար էր։ Ու Սերժ Սարգսյանը հանձնել է 18 թվին եւ պետություն։ 18 թվին այնպես պետություն հանձնել, որ ամբողջ աշխարհում թնդում էր որպես ժողովրդավարական պետություն։ Որ դրանից հետո Նիկոլ իրան սենց վատ պահեց, ժողովուրդն էլ հետևողական չեղավ, դե Սերժը մեղավորություն չունի, ոչ էլ Քոչարյանը մեղավորություն ունի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղավորություն ունի։ Հասկացաք, այսինքն նախկինները ընդհանրապես մեղավորություն ունեն այն մասով, որ մասով որ փողոցում են եղել իրանք։ Ձեր մատնանշած նախագահներից այդ թվում նաև Սերժ Ազատիչի հետ ձեր կարծիքով Փաշինյանը այդուհանդերձ ունենում է թե չի ունենում գաղտնի հանդիպում։ Ես բացառում եմ։ Օրինակ Սերժ Սարգսյանի մասով բացառում եմ, մյուս նախագահների մասով էլ չեմ կարծում, որ կլինի, էլի չեմ կարծում։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը լսեր Լևոն Տեր-Պետրոսյանին, մենք այսօրը չենք ընկնի։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մեծություն թալով, մեծություն տեղով 18 թվին գնաց իր դուռը։ Ինքը ընդունեց, բան չասի։ Իսկ ում է լսում Փաշինյանը։ Փաշինյանը այսօր լսում է Ալիևին ու Էրդողանին, իրանց։ Այսօր լսում է Տեր-Պետրոսյանին։ Իսկ 18 թվին ոչ մեկին չէր լսում։ Էշ խելքով տարավ տվեց պատին։ Նայեք, տեսեք, Գայնե ջան, իրան բերին իշխանության։ Ես այս օրինակը միշտ բերում եմ։ Եթե ուզում ես, որ ավտոն այդ հավարիա տա, մեկին նստացնես ռուլին տանիքից այդ ավտոբուսը ձորը սաղ մեռնեն։ Պարտադիր չի դու կարաս ռուլին նստացնես մի հատ հարբեցող քշել չիմացող անասունի ու պարտադիր չի իրան ասես ռուլը աչպայի կամ ձախ։ Եթե մի հատ հարբեցող անասունի քշել չիմացող նստացնես ավտորին, պալևում այդ ավտոն խփելու է։ Համի Նիկոլին բերելով իշխանության, այդ սկզբի վախտերը միգուցե իրանցքի չէին էլ հրահանգում, այս սարակ ամենարա։ Այսօր հրահանգում են արդեն, պարզա, Էրդողանն ու Ալիևը։ Այն ժամանակ փակալեին եւ տանեին Նիկոլ Փաշինյանին, ինչպես օրինակ ասենք հիմա, փակալում են Դավիթ Համբարձումյանին, տարան, չձերփակալին Նիկոլին պրոֆեսիոնալնի տարան։ Երկարատև Պուծովկայով, այսպես ասեմ, հա, բայց խի թողեցին։
Ինչի մար թողեցին, որովհետև որ տարան ավելի շարժումը ավելի մեծացավ։ Չեք շուն ինչ էր կատարում։ Ես այդ բան շատ լավ հիշում եմ։ Մենք էլ թե աշտագի ճամփեքն էինք փագում, ավտոները տանին կանգնացնին, ոստիկանների կյանքին մեռնեն։ Բայց մինչև ճիշտ են պահին։ Դա համար այս կյանքում ոստիկաններին չեն վիրավորի։ Ճամփեքը փագում էին, գալիս էին չոլերով, այս մեր տրասը մենք ավտոները կանցնում ենք, անջտում էթում ենք, զիլմիլ ենք տանում, լավ էլ աղում ենք, կարակին վրեն եք գործարուցեք, բայց տենց ենք անում, որ երկրի այսօրվան չգնի։ Վերջը, բերում ենք փագում ենք, որ չանցնեն։ Էթում են ծառներ են բաղերով մտնում են էթում միտինգների։ Ու հիմա դրանք ասում են, Սերժ դա մեղավոր։ Սեր դեմը առնելու մյուս ձևի սաղի կոտորել ուրեմն։ Ուզում եմ ասեմ այդ վիճակն է, Նիկոլին բռնելուց հետո չմարեց, ավելի ավելացավ, ավելի բորբոքվեց։ Ավելի ուժեղ թափով են գալի, այսինքն դա նշանակում է մի բան, որ էսի պրոստը ժողովուրդը չի, էսի ժողովրդի հետևը ուժեր կան, դեսպանատներն են, դրսի արևմուտքն է, պրոստը մենակ ժողովուրդը չի կարա պետության դեմ էլի ու սենց, եթե պետությունը ամուր է, պետությունը մեջից ամուր էր, ուժայիններ ձեր կյանքին մեռնեն, ինչքան ուզում է ուժայինների մերոնքը մի, թեկուզ դուները չի գալի գիտեմ մեծ մասի, որ ես պաշտպանում եմ ուժայիններին, նույնիսկ մինչև հիմա, չէ, բայց ես այո չեմ կարա մոռանալ, որ իրանք հավատալին մնացին այդ վաղ Սերժի կողը մինչև վերջ, ուժայինները մնացին Սերժ Սարգսյանի կողը, մինչև վերջ պետության կողը, բայց դա արդեն բավարար չէ, որ դեմից շատ ուժեր էին։ Եթե դրսի ուժերը չլինեին, ցանկացած պետություն, եթե ուժայինները չեն քանդվում, ուժայինները մնում են տեղում պինդ ժողովուրդը չի կարա իշխանություն վերցնի, բայց եթե ժողովրդի մեջքին, բայց եթե ժողովրդի մեջքին կանգնած են ավելի մեծ ուժայիններ, քան մեր ուժայինն է, դե արդեն ուժայինները ոչ բան չէին կարա անեն։ Այդ դա հասկացավ Սերժ Սարգսյանը, սա իմ կարծիքն է, դրա համար հրաժարական տվեց, այդտեղ արունահեղություններ լինելու շատ մեծ, Հայաստանը ավիրվելու էր, Երևան չէր մնալու, Ղարաբաղները նիստ թուրքը մտնելու էր վերցներ։ Այս էր ելնելու սցենարը հաջորդ, զոհերը, 5000 զոհ ունեցան, 50,000-ից ավել էլ ունենային, եթե գնայինք բախման, սա իմ կարծիքն է։ Եվ ելքը տեսնում եք իմպիչմենտը, ելքը իմպիչմենտն է այսօր, որովհետև ամենահեշտ տարբերակը 20 հայրենասեր падգամավոր քպեից, ընդամենը 20 հայրենասեր падգամավոր քպեից ու սա մտած տեղը։ Եթե Հայաստան դաշինքը չքաշի, նորից եմ ասում չքաշի, որը որ ես իրանց վրա կասկածում եմ, 10 սխալվեմ, բայց ես այնպես չի ենթադրում եմ, այս կասկածելու տեղիքը իրանք են տվել, իրանց գործունեությամբ։ Թեկուզ ես հակասերժական կեղտոտ քարոզներով, որ ասենք են տակի մանգլավիկները անում են։ Բոլոր հենց մանգլավիկները չեմ ասում են լավ մանգլավիկ վատերին հենց նկատնում են նորմալ մարդիկ էլ կան դե իրանց սաղի կյանքին մեռնեն որ ճիշտ է պահում իրանց Ձեր կարծիքով Դավիթ ջան շարունակվելու է ձերբակալությունների այս հիջը քերթը Հայաստանում այո շարունակվի մինչև որ կարողանան ճզմեն այս ճնշումը իրանց դեմ հակաիշխանական այդ ալիքը ճզմեն շարունակվի તો ձերբակալ ավելի վատ բաներ էլ է սպասվում Եթե սպանությունն էր, կկրակեն էլ, կսպանեն էլ Մենք կարող ենք ասել նաև, որ հիմա հայի և չհայի կռիվ է գնում Միանշանակ Են բանեժդեխի ասի հայի տականքը ահավոր է Հիմա այդ հայի տականքին անմրցել է ցանկացած հայի մեջ պետք է մենք ամեն ինչ անենք, որ այդ հայի տականքի փոխարեն հայը ծնվի Հայը արթնանա, որտեղ եթե չկա էլ թող ծնվի, որտեղ հայ է, ոնց էլի գենի մեջ էնել կա, մի տոկոսը լավն է 99%-ը տականքն է, բերեկներից անենք, թող այդ մի տոկոս ավելանա 99%-ը քչանը, այս սա է, ու իսկ կոնկրետ հիմա այդ նույնը պետք է անել, ԿՊԻ падգամավորների հետ, որ իրանց մեջի ԿՊԻ падգամավորների մեջ ես ավելի շատ կասեմ, ոչ թե տականքն է շատերի մոտ բարձր, այլ շատերի մոտ ուղղակի ուղղությունն է սխալ Ուղղակի մոլի Նիկոլա Պաշտեն Այսինքն իրանք տենում են, որ Նիկոլի մեջ է, եթե Նիկոլի կողքնես, դա է հայրենասիրությունը, եթե հայրենասեր ես, իրա կողքը լես, եթե ուզում ես հայրենիքիդ պետության համար մի լավ բան անես, դիլնես իրա կողքը, այդ տենց են իրանք մտածում, իրանք պետք է հասկացի, որ ոչ, դուք այսօր կարաք դուք սուրբ ձևով ձեր անունը գրեք պատմության մեջ Հասկացեք ճշմարտությունը, որ Նիկոլը տանմա վերջնական կործանման մեր պետությունը, եկեք կանգնեք մեր կողքը, դա դավաճանություն չի, դա ընդհակառակը հերոսություն է, դա սխրանք է, հասկացեք ձեր սխալը, այսօր ձեզնից է կախված հայրենիքի փրկությունը, պետության փրկությունը, այս սա պետք է կարենանք բացատրենք իրանց, ու իրանք, ու այս ամեն ինչը շատ լավ հասկացավ նաև Նիկոլ Փաշինյանը, դա համար էլ Դավիթ Համբարձումյանին բռնեց Եվ հավանական եք համարում, որ
26-ի ընտրություններից հետո նոր մեր ձեր կողմից նաև որակավորեցիք, որ քաղբանտարկյալները նրանք ազատ կարձակվեն 26 թվականի ընտրություններից հետո։ Հա, այդպես է կանխոտ։ Կամ այդպես կամ մինչև այդ էլ, տեսեք, ես տարբերակները ասում եմ որնա։ Կամ պիտի լեզու գտնեն, ասեն ախպեր, կանալ, մենք այդ մեր աչք քաշած աբենք, ձեզ էլ բան չենք անի, այդ մի տարբերակ։ Մյուս տարբերակը, եթե impeachment լինի, կանանք իշխանափոխություն անենք, այդ վաղ դուրս կգան իրան, այն մյուս տարբերակն էլ, երբ որ արդեն իրանք էլ վտանգ չեն հանդիսանում, այսինքն ընտրություններն էլ կհաղթեն, կվերարտադրվեն, այդ կարգին նագլի էլ չեն, էլի։ Տեսեք, նենց է որ ասեն չէ, թույտան սանք 100 տարի, էլ որ վտանգ բան չանենք, ասեն ախպեր ազատեք թույտան աբրին։ Իրանց քայլերն էլա ցույցվել էր, որ այդ կարգին նագլի չեն։ Պահեն այնքան մինչև որ իրանք իրանցից վտանգ են սպառում, հենց էլ չսպառնան վտանգ կթողեն։ Շնորհակալ եմ Դավիթ ջան հետաքրքիր պատասխանների համար։ Հուսանք, որ արշալույսները մեր երկրում խաղաղ կբացվեն։ Տա Աստված։ Ամեն, շնորհակալ եմ։ Ես էլ ձեզնից։